Բուժառուները եղել է նաև Տարանտինոն, Ջեքսոնների ընտանիքը, այսինքն որ sense հետ տեսնեմ այնքան մի sense փոքր չէ, sense հպարտանալու տեղ կա, որ Հայաստանից հələ մոռանանք երկիչ, մոռանանք ճանաչված լինել եւ այլն։ Ամեն մարդ պատրաստ է դրան, ոչ, որովհետեւ այսպես մի ամբողջ անցած ճանապարհ, ինչպես դա արել եմ ես, թողնել մի կողմ ու սկսել ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից, զրոյից, բավականին դժվար է։ Հիմա վստահ եմ, որ պրոդյուսերի խոսքին են վստահել, որ եկել են։ Իսկ մենք մեր հայերս մի քիչ այդ կասկածամտության, միգուցե սխալ եմ, բայց իմ հանդիպած մարդկանց, հա, երևույթներ, որոնք պիտի վերանայվեին կյանքի ընթացքում, դժվարություններ, որոնք պիտի հաղթահարվեին, պիտի մի կողմ դրվեր այդ էգո ասվածը, այդ որ գիտես, ես հիմա եկել եմ նոր երկիր, ես այստեղ ոչ մեկն եմ եւ պիտի սկսեմ ամեն ինչ զրոյից։ Կարծում եմ, որ շատ լավ զրույց ենք ունենալու, որտեղ ձեր հարցազրույցները նայելով, ասես զգում ես, որ մարդիկ կան լիքնալ խոսելու, ասելու, հա, այդ ինձ շատ ոգևորում է, որովհետև լսողին էլ պիտի ինֆորմացվի լսողը։ Մի խոսքով գնացինք։ Այսօրվա հայքասթի հյուրն է Մարատ Հայրապետյանը, երգիչ, երգահան, բժիշկ, բուժակ, ճիշտ եմ ասում։ Երկուսն էլ երևի թե ընդունելի են, բնաբուժ, ամենալավ տարբերակը։ Երգահանի մասին ես նոր բացահայտեցի, որովհետև մինչ այս չգիտեի, որ նաև ունեք գրած երգեր։ Ըստ ձեր հարցազրույցների այդտեղից ավելի բրբտեցի ու իմացա։ Բայց կուզենամ գնանք տարիներ հետ 2000, եթե սխալ թիվ ասեմ, ինձ ուղղեք, ինձ բավականին փոքր եմ եղել, հիշում եմ հայոց երկրի հայ շինարար, ու սենց կուլտվի երգեր կան, մարդիկ կան, որ դաջվում են մարդկանց մեջ ու մնում են, ու թվում է այդ մարդիկ պիտի երկրից դուրս չգան, որ շենացնեն, հզորացնեն իրենց երկիրը, բայց ես նաև ուրախ եմ, որ դուք այսօր համարվում օտարության մեջ, հա, օվկիանոսից այն կողմ, այստեղ եք ծավալում այնպիսի գործունեություն, որ հիմա հանգուցալուծումը գալու ենք նրան, որ 2025 թվականին, եթե դա էլ ճիշտ ինֆորմացիա ունեմ, ապրիլին ձեզ նշանակել են Գլենդելի մշակույթի եւ արվեստի կոմիսար որպես։ Նախ բարով եք եկել։ Հիմա ասենք գնալու ենք անցյալ, գնալու ենք ապագա ու ներկա ձեր գործունեությունից ենք խոսելու։ Գնացինք։ Այդ երգահան բառն էլ է թարգմանված, էլի բոլոր աշխարհի բոլոր տեղերում կոմպոզիտորա մեզ մոտ թարգմանված է երգահան, էլի սահմանափակումները, որտեղ երգահան նշանակում է երգ հորինող։ Հետաբար մենք ավելի ճշգրիտ լինելու համար երկուսն էլ ուրեմն ասենք երգահան եւ երաժշտահան, որովհետեւ երգահանը չի գրում սիմֆոնիկ կամ կամերային երաժշտություն, իսկ ես բացի երգեր ստեղծագործելուց նաև բազմաթիվ կամերային ու սիմֆոնիկ խոշոր կտավի ստեղծագործությունների հեղինակ եմ։ Դրա եթե կոմպոզիտորը փորձում ենք այդպես մասնատել երկու մասի, հայկականացնելու համար, պիտի ասենք երգահան եւ երաժշտահան։ Այո, հայոց երկրի հայ շինարար երգը դա մասնագիտություններին նվիրված երգ էր եւ շատ պոպուլյար էր, շատ հանրահայտ էր մի ժամանակ, կեսկատակ կեսուրջ ասում էին հարթուկն են որ միացնենք, երևի այդ երգը կհնչի։ Բոլոր հեռուստաընկերությունում։ Իսկապես թեև եմ համարում դա իմ ամենաստացված երգերից մեկն է, որովհետև ես ավելի շատ հայտնի էի ու ես ինքս իմ մեջ ավելի շատ սիրում եմ իմ ռազմահայրենասիրական երգերը, որովհետև միշտ կարծել եմ, որ երգերը պիտի դաստիարակչական խորհուրդ ունենան իրենց մեջ։ Թեև հայոց երգի հաշինարարն էլ ըստ էության մեր ազգային դիմանկար շինարարի գործունեությունը գովաբանող ստեղծագործություն է, որովհետև ամեն ազգ չէ, որ հայտնի է աշխարհին որպես կերտող, կառուցող ու շինարար։ Բայց այնուամենայնիվ ռազմական ու ռազմահայրենասիրական երգերը իմ սրտին շատ ավելի հոգեհարազատ են, այն երգերը, որոնք որ ոգևորում էին զինվորներին, գովաբանում էին սպայակազմին, գեներալակազմին, նրանց մեջ սերմանում էին կամ արդեն իսկ ամրապնդում էին սերմացած հայրենասիրությունը, մարտական ոգին, որովհետև մենք փոքր պետություն ենք, փոքրաթիվ ժողովուրդ ենք եւ մեր համար շատ կարեւոր է այդ ռազմական մարտական պայքարի ոգին միշտ մեր մեջ կրել։ Տեսեք, մենք այսօր խոսում ենք, չէ՞, որ մեզ համար դա կարևոր է, բայց ինչի՞ այսօրվա երգերում դա չենք տեսնում։ Որովհետև վերջին տարիների ընթացքում ամեն ինչ արվեց, որպեսզի նմանօրինակ երգերը չլինեն նորաձև, չհնչեն ոչ միտեղ եւ մարդկանց մեջ մարի այդ ոգին եւ մարդիկ տրվեն ավելի կենցաղային, անցողիկ, անիմաստ արժեքներին, դառնան դրանց կրողը, դառնան այդ գլոբալիզմի բառիս ամենավատ իմաստով
մի մասնիկը կորցնեն իրենց ազգային պատկանելությունը, ազգային դիմանկարը, փորձեն հանդես գալ չակերտների մեջ բարեկամացողի կամ քծնողի կամ շողոքորթողի պնակալեզի կարգավիճակում առանց հասկանալու, որ այս աշխարհում հարգվում է միայն ուժը։ Եվ եթե դու չունես ուժ, որևէ տարբերակ չկա այս աշխարհում հաջողության հասնելու։ Երբեք խնդրողին, աղաչողին, ցածրում կանգնողին, հա, մի պատառ բան կշպրտեն դիմացդ, բայց դու երբեք լուրջ հաջողությունների չես կարող հասնել։ Եվ ես հույս եմ փայփայում, որ մի օր մենք նորից կվերադառնանք մեր այն կարգավիճակին, որ ոչ միայն կլինենք խնդրողի դերում, այլև միգուցե նաև թելադրողի դերում։ Բայց չէ՞ որ սա նաև անհատից էլ է, եթե հետ գնանք ձեր ժամանակ դուք էլ չէիք գցնում, դուք ունեիք ձեր սկզբունքները, հանուն նրա, որ ձեզ ավել վարձատրեին, ճիշտ է, այն ժամանակ դուք չէիք առաջվում դիտումներով, ոնց որ այսօր երգիչները անում են, որ YouTube-յան դիտումները շատ լինեն, այսինքն լսարանը ինչ որ պահանջում է, դա են անում։ Բայց արդյոք հիմա չկան սկզբունքային երգիչ երաժիշտներ, որոնք որ ասեն, այո, պիտի ստեղծենք, պիտի նման երգեր լինեն, թեկուզ եւ դիտումներ շատ չլինեն, բայց կարող է քիչ-քիչ մաս-մաս հանրությունը գա եւ գանինան որ լսի, չէ՞ որ ժամանակ էլ են լսել։ Ես ճիշտ ասած ավելի միջպետական հարաբերությունների մասին եմ խոսում, ոչ թե միջանձնական, բայց անձնական մակարդակում ավելի մասնավոր դեպքերում երբեմն ինչ որ հաջողությունների հասնելու համար այո այդ գցնելու շողոքորթելը օգնում է, բայց դա կարճ ճանապարհ է, դրանով շատ հեռու չես գնա ու շատ մեծ բաների չես հասնի։ Իհարկե կան սկզբունքային երգիչներ եւ կան երգիչներ, ովքեր հավատարիմ են եւ ստեղծագործողներ այդ ընտրած ուղուն, խնդիրը նրանց սկզբունքայնության մեջ չէ, խնդիրը դրա պահանջարկի մեջ է, երբ չկան համերգներ, որտեղ դու կարող ես քեզ դրսևորել եւ հանդես գալ այդ ստեղծագործություններով, երբ հանրությունը, հասարակությունը դրա կարիքը չի զգում, չի ուզում գնալ ու իր մասնակցությամբ, այդ թվում նաև ֆինանսական մասնակցությամբ, տոմս գնելով աջակցել այդ երգիչների այդ ստեղծագործությունների ռոպագանդմանն ու տարածմանը, ապա գիտեք, ստեղծագործել որպես ինքնանպատակ գործունեություն, կարծում եմ ամեն մեկը դա ի վիճակի չի անելու, հատկապես որ մարդիկ նաև ունեն կենցաղային խնդիրներ, ապրուստի խնդիրներ, նյութական խնդիրներ, ի վերջո երգիչը պիտի փող վաստակի երգով, որ օրինակ ես երբեք չեմ արել, բայց ես չեմ քննադատում ու չեմ դատում եւ համարում եմ նորմալ, որ երգիչները այո պիտի կարողանան գումար վաստակել իրենց մասնագիտությամբ, որը երգերն է։ Երբ որ երգիչը չկարողացավ իր մասնագիտությամբ գումար վաստակել, նա պիտի փոխի իր մասնագիտությունը եւ զբաղվի որևէ այլ գործով եւ տվյալ պարագայում երգերաժշտությունը կմնա որպես նախասիրություն, որպես հոբբի։ Ամեն մարդ պատրաստ է դրան ոչ, որովհետեւ այսպես մի ամբողջ անցած ճանապարհ, ինչպես դա արել եմ ես, թողնել մի կողմ ու սկսել ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից, զրոյից, բավականին դժվար է։ Եվ այս տեմպի մեջ, այս արագ սրընթաց ժամանակային պայմաններում ամեն մեկը ընդունակ չէ, ի վիճակի չէ դա անելու։ Բայց ես կարծում եմ, որ մենք հայրս ճկուն ենք, չէ՞, մեր մտքով, մեր իրավիճակից դուրս գալու, եզրեր գտնելով, չէ՞ որ կարող են մի հատ վատը տալ, մի հատ լավը տալ։ Նա կբերի գումար, նա կբերի կոմերցիոն, թեկուզ կբերի ռեստորանային ելույթներ, համերգներ, պահանջարկ, դիտումներ եւ մի հատ էլ տալ լավը։ Ինչի՞ չէ։ Համաձայն եմ եւ կան երգիչներ, ում հետ ես այդպես մտերմաբար, ընկերաբար խոսում եմ, միշտ ասում այն ինչ լավ երգիչ, լավ ձայն ունես, դու օրինակ ինչի՞ չես երգում այսպիսի երգեր։ Եվ որպես կանոն ինձ միշտ հակադարձում են, ասում են արի գնանք, չէ, ասում են արի մտի միասին մեր YouTube-ը նայենք։ Դե հələ տես, այս մեր լավ երգը քանի դիտում ունի ու այս մեր վատ եւ իրանք ընդունում են, որ ասենք իրենք ունեն վատ կոմերցիոն բառից վատ իմաստով երգեր, որոնց նպատակը միայն գումարի, ասում են դե տես թե սա քանի դիտում ունի։ Դժվար է դրան հակադարձել, երբ դու տեսնում ես, որ դա ցավոք սրտի իրականություն է, որ իրենց լավ գեղեցիկ որակյալ երգը գրեթե դիտում չունի կամ ունի շատ ավելի քիչ դիտում, իսկ իրենց ամենացածր մակարդակի որակի այդպես պրիմիտիվ պարզունակ երգը ունի միլիոնավոր, տասնյակ կամ հարյուրավոր միլիոնավոր դիտումներ։ Եվ կարծեք թե դա արդեն ստեղծում է մի իրավիճակ, երբ հենց այդ պահանջարկը ծնում է առաջարկ, բայց պահանջարկն էլ իհարկե ձևավորվել է առաջարկի միջոցով, այսինքն այնքան են առաջարկել է ցածրորակ, պարզունակ երևույթները, որ մարդիկ դեգրադացվել են։ Ես առհասարակ համարում եմ, որ աշխարհում ոչ մենակ խոսքը հայկական իրականության մասին չէ, աշխարհում ընդհանրապես բոլոր երկրներում, բոլոր ժողովուրդների մեջ կա խիստ դեգրադացիա, բոլոր ոլորտներում։ Ինտելեկտի պակաս, ճաշակի պակաս, անկում,
անկում բոլոր ոլորտներում։ Բայց թվում է մեր ժամանակ մենք չունեինք, չէ՞, սնվելու էս ինտերնետը չկար, որ աչքները շատ բան տեսներ, չէ՞, մենք մեզ թվում էր մենք միտեղ ենք հասել ու կանգնել ենք։ Հիմա այս ամեն ինչը կա ու հակառակը ավելի վատ էֆեկտ է Այո, որտեվ ինտերնետը մեդալի երկու կողմը կա, ինտերնետում կա շատ ուսուցանող, զարգացնող, թե գեղագիտական մարդու ճաշակը, թե միտքը, թե ոգին ծրագրեր, հաղորդումներ, չգիտեմ, գրքեր, on-line audio գրքեր եւ այլն, եւ հակառակը կա դեգրադացնող, պարզապես ժամանցը լրացնող, ժամանց որպես սպառման առարկա դարձած երևույթներ եւ մարդկանց մեծ մասը հենց դրան են ձգտում, որովհետեւ դա չի պահանջում մեծ հնարավորություններ կամ լարում կամ նվիրում դրան, գիտեք, բայց շատ հեշտ է պես reset թերթել կամ ինչ-որ բաներ այդպես թերթել զուտ ժամանց լրացնելու համար, բայց դա արդյունքում անպայման դեգրադացիա ենթարկում մարդու։ Իսկ մենք որպես անհատ ինչ ենք անում, որ մեր ապագա երեխաների համար այս ամեն ինչ ավելի վատ տեղ չտանի։ Տեսեք հիմա դուք ինչ-որ բան անում եք, չէ՞, դուք հաղորդում եք անում, կանչում եք հետաքրքիր հյուրեր, ձեր հյուրերի հետ քննարկում եք ինչ-որ հետաքրքիր թեմաներ։ Ես ուրախ եմ, որ կան մարդիկ եւ այդպիսի մարդիկ քիչ չեն, որոնք որ իրենց ուժերի ներածի չափով, իրենց դաշտում, իրենց տիրույթում այնուամենայնիվ փորձում են մնալ հաստատակամ, իրենց սկզբունքներին հավատարիմ եւ անել ամեն ինչ, որպեսզի հակակշիռ դառնան այդ խայտառակ տենդենսին, որ մենք տեսնում ենք այսօր ամենուրեք։ Ինչ վախեր ունեք դուք։ Աշխարհի, կյանքի, ապագայի վախեր կան, թե մի պահ այդ վախերը դրվում են մի կողմ, որպեսզի ավելի հեշտ ապրեն։ Գիտեք, իհարկե, ես հիմա եթե ասեմ, որ վախեր չկան, ստաց կլինեմ, բայց վախերի վրա կենտրոնանալն էլ ճիշտ չեմ համարում, որովհետև եթե այդ վախերը կան, ապա այդ երևույթները կամա թե ակամա մի օր մեր առաջ ծառանալու են։ Նախապես դրա մասին մտածել եւ ինքդ քեզ գցել ընկճախտի մեջ, կարծում եմ ճիշտ չէ։ Մենք ուղղակի պիտի մեր ամենօրյա կյանքով, մեր ամենօրյա քայլերով, մեր գործունեությամբ անենք ամեն ինչ, որպեսզի երբ որ այդ խնդիրները մեր առջև ծառանան, մենք ի վիճակի լինենք դրանք հաղթահարելու։ Բայց դրանց մասին մտածելով չէ, որ մենք պիտի կարողանանք դրանք հաղթահարել։ Մենք պիտի ամեն օր մաքրենք սրբագրմամբ, մենք մեզ հարստացնելով, բարիս ոչ նյութական իմաստով իհարկե նկատի ունեմ, մեր ինտելեկտը, մեր միտքը, մեր ոգին, մեր հոգին, մեզ ամրապնդելով, մեզ ավելի հաստատակամ դարձնելով, որպեսզի այդ օրինակ տարբեր խնդիրների, որոնք մի օր ցանկացած մեկի առջև ծառանալու են, կարողանանք որևէ կերպ դիմագրավենք։ Ամենամեծ վախը նաև հարազատ մարդկանց, սիրելի մարդկանց կորուստն է, որ կրկին չես կարող նախապես որևէ բան անել դա կանխարգելելու համար։ Եվ չես կարող դրան պատրաստվել։ Այսինքն մի օր ուղղակի կկանգնես այդ փաստի առաջ եւ Աստված գիտի ինչպես կընթանա քո տվյալ հանգամանքին առերեսվելու այդ պահը։ Վախերից խոսացինք, երկիր փոխել օտարության մեջ զրոյից սկսել սկզբնական վախերը ունեցել եք ու ոնց եք հաղթահարել։ Վախ չէր, ավելի շատ challenge էր, այսինքն փորձություն էր։ Իհարկե կային երևույթներ, որոնք պիտի վերանայվեին կյանքի ընթացքում, դժվարություններ, որոնք պիտի հաղթահարվեին, պիտի մի կողմ դրվեր այդ էգո ասվածը, այդ որ գիտես ես հիմա եկել եմ նոր երկիր, ես այստեղ ոչ մեկն եմ եւ պիտի սկսեմ ամեն ինչ զրոյից։ Շատ կներեք, ես մի լրացում եմ անեմ մշակույթի նախարարությունում աշխատելու, շփվելու տան մարդկանց հետ, օրակարգ ունենալու, զբաղված լինելու, ճանաչում ունենալու այդ ամեն ինչը դնել ու գալ զրոյից։ Այո, եւ պիտի ասեմ, որ մարդիկ կան կարծում են, որ այդպես հեշտ է տրվել։ Չէ, Մարատին այդպես աշխատանքից ազատվել են, Մարատն էլ այդպես վիրավորված երկրից գնացել է, բոլորին չի համապատասխանում իրականությանը։ Հակառակը Մարատին 4 տարի մշակույթի նախարարի խորհրդական լինելուց հետո առաջարկվել է փոխնախարարի պաշտոնը եւ առաջարկվել է 2 տարբեր բարձրաստիճան անհատների կողմից։ Ես եմ մերժել եմ, որովհետեւ իսկապես ուզեցել եմ գալ Միացյալ Նահանգներ եւ գաղտնիք չէ, այդ ժամանակ ունեի green card
չի ուզում նաև կորցնել իմ ամերիկյան քաղաքացի դառնալու հնարավորությունը։ Շատ կնայեք, այս մասը մի քիչ բացենք, հա։ Գիտեմ, որ 2007 թվականին եք շահել, չէ՞, green card։ Ինչպես ստացեց, որ 2015-ին ու այս երկիրը թողեց ձեզ, այսինքն մի քիչ լուսաբանեք, ոնց եղավ պահել green card-ը 2007 թվականից մինչև 15 թվականը ապրելով Հայաստանում։ Ապրելով, բայց ժամանակ առ ժամանակ այցելելով Միացյալ Նահանգներ, որովհետև երբ որ դու ունես green card, դու կարող ես գալ եւ ապրել որոշակի ժամանակ այստեղ, որոշակի ժամանակ Հայաստանում, եւ ես այդպես էլ անում էի։ Ես անընդհատ Հայաստանում չէի, ես ամեն տարի մի քանի անգամ գալիս էի Միացյալ Նահանգներ եւ այստեղ այդ ընթացքում սովորում էի եւ ծանոթանում էի այստեղի ապրելակերպին, բայց օրենքի համաձայն որոշակի ժամանակ անց, երբ մոտենում է իր ժամանակի ավարտին, դու պիտի դիմես քաղաքացիության, կամ green card-ը այդպես վերջանում է եւ դու այլևս չես ունում green card։ Ես հասկանալով, որ ասողիներն անմեկնելի են եւ եթե որովհետեւ գիտեք իմ green card շահելը չի եղել, գիտեք մարդիկ կոպիտ ասած ամեն հնարավոր ճանապարհներ են անցնում Միացյալ Նահանգներում հայտնվելու համար կամ ամեն տարի մասնակցում են այդ հույսով որ մի օր կշահեն իմ պարագայում այդպիսի բան չի եղել ես նույնիսկ չեմ մասնակցել իմ եղբայրն է իմ փոխարեն իմ տվյալները գցել խաղարկության եւ հենց նույն տարին երբ որ գցել է խաղարկության պատասխաններն եկել են ու ինձ համար դրանք այնքան զարմանալի էր ու ապշեցնող որ ես նույնիսկ մի պահ չէի մտածում որ սա ինձ պետք է արդյոք գնալու եմ չեմ գնալու եւ ինքը չէ շահել այդ ժամանակ ես նույնիսկ միամտաբար հարցրեցի կարող ենք սա փոխանցել քո անունով որ դու ստանաս եւ ոչ թե ես մտածեցի ինքը էստեղ էր հա այնպես որ սա ես համարում եմ աստոնախախնամությամբ իրականացված բան եւ ես չի ուզենա դեմ գնալ դրան որովհետեւ շատ կարեւոր է որ ճիշտ պահին քեզ տրված հնարավորությունից ընձեռված հնարավորությունից կարողանաս օգտվել, որտեղ երբեք չգիտես ինչի համար է դա արվում։ Եվ հիմա երբ ես հետ հայացք եմ գցում, ես հասկանում եմ, որ շատ ճիշտ եմ արել, որ այդպես եմ արել։ Որովհետև դրանից բոլորին չի պակասել իմ հայրենասիրությունը, իմ հայրենապաշտությունը, իմ հայասիրությունը եւ ես հիմա Միացյալ Նահանգներում իմ գործունեությամբ շատ ավելի նպաստ ու հայաշեն գործունեություն ծավալում, քան լինելով այնտեղ թեկուզ փոխնախարարի պաշտոնում։ Հիմա որ հետ ենք գնում, մեր խոսակցությունը մի փոքր հետ, որ ասացիք ինքնակամ եմ դուրս եկել նախարարությունից, այսինքն ձեր դիմումի հիման վրա։ Այո, ես լճացում կար, որովհետև նախարարին ասել եմ, որ ես պիտի գնամ Միացյալ Նահանգներ, որովհետև պիտի դիմեմ նաև ամերիկյան քաղաքացիության, որ չեմ կարող շարունակել մնալ այս պաշտոնում եւ չեմ էլ կարող ընդունել ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկը, ասեմ ավելին, այդ ժամանակ ինձ ուղարկել են այստեղ եւ ես առաջիկա ամիսները աշխատել եմ գլխավոր հյուպատոսությունում որպես գլխավոր հյուպատոսի խորհրդական։ Եվ դա նույնպես համաձայնվեցված է եղել երկու նախարարների միջև արտաքին գործերի եւ մշակույթի։ Իսկ հյուպատոսությունից ինչու դուրս եկաք։ Որովհետեւ գիտակցեցի, որ ես դուրս եմ եկել Հայաստանից, բայց մնացել եմ Հայաստանում։ Որովհետև հյուպատոսությունում տիրում էր նույն մթնոլորտը, նույն միջավայրը, եւ ես հասկացա, որ եթե ես շարունակեմ այս ճանապարհով, կանցնեն տարիներ ու ես կմնամ նույն չակերտների մեջ եմ ասում, բայց նույն իրավիճակում մթնոլորտում, նույն Հայաստանում, այսինքն ոչինչ իմ կյանքում չի փոխվի Միացյալ Նահանգներ հայտնվելու կապակցությամբ։ Միգուցե լինեմ ավելի կայուն, ավելի քիչ դժվարություններ իմ առջև ծառանան, որովհետև ամեն դեպքում ավելի հաշվարկված կլինեն իմ քայլերը կամ իմ գործառույթները, իմ գործունեությունը ավելի հստակ կլինի, ինչ որ չափերի մեջ դրված, բայց միևնույն ժամանակ հասկացա, որ եթե ես չանեմ այդ խիզախ քայլը մի պահ абստրահվելու եւ մտնելու նոր իրականության մեջ, եւ ես երկիր եմ փոխել, չէ, եկել եմ նոր երկիր, նոր նպատակների հետևից գնալու համար։ Ամեն ինչ կշարունակի մնալ ու դոփել նույն տեղում։ Դա համար այդ քայլը արեցի ու էլի չեմ զղջում դրա համար։ Ինձ համար նման մարդիկ ընտրյալ մարդիկ են, որոնք որ այդ լարը զգում են, որ պիտի համարձակ լինեն ու այստեղ է կարողանան սիրուն վերջակետ դնեն, որ հետո սկսեն նախադասությունը մեծադառով, այսպես ասած։ Եվ ընտրյալ մարդիկ, այսինքն ընտրյալ մարդիկ են առումով, որ Աստծուց տված հրաշալի ձայն ունեք։ Շնորհակալ եմ։
Բայց թողնել է հրաշալի ձայն ու երկարվեստը մի կողմ, դա ինչպիսի մարտահրավեր էր ինքն իր հետ մարատը, որ ասեց, չէ, սա էլ պիտի դնեմ մի կողմ, որովհետև ինչը բերեց դրան։ Երկիրը, որովհետև այստեղ պիտի գնայք ռեստորաններում երգելու կամ չկան նման համերգներ պետական մասշտաբների, ինչին դուք եք Հայաստանում սովոր։ Իհարկե։ Ինչը հասունացրեց նրան, որ երկարվեստը պիտի այդ սիրուն ձայնը մնա մի կողմ։ Այդ ձեր նշած երևի թե բոլոր կետերը։ Նախ պիտի ասեմ, որ այդ գեղեցիկ ձայնը ոչ միայն չի խամրել, չի պակասել, այլև ավելի է գեղեցկացել ու ավելի է հարստացել, որը նշանակում է, որ ցանկացած ժամանակ կարող եմ վերադառնալ երկարվեստ ու երգել շատ ավելի լավ, քան երգում էի նախկինում։ Որովհետև չեմ ծխում, չեմ խմում իմ ձայնը, չեմ փչացնում, ինչպես շատերը, չեմ սպառում այն։ Ինչ վերաբերվում է ժամանակավոր, թեև այդ ժամանակավորը շատ երկար ժամանակի մասին է խոսքը, բայց դադար տալուն, որովհետև գիտակցել եմ, որ այո, եթե ես այնտեղ սովոր եմ, որ ես միշտ բոլոր պետական նշանակության համերգներին եմ մասնակցում, պաշտպանության հետ կապված, պետական միջոցառումներում եւ այլն, այստեղ այդ օրինակ միջոցառումներ չեն լինելու։ Այսինքն լավագույն դեպքում ես ինչ-որ միտեղ պիտի ինչ-որ մի քլաբում կամ ինչ-որ մի ռեստորանում երգեմ, որը իմ ծրագրերի մեջ չէր մտնում, որովհետև ես դա չեմ արել նույնիսկ Հայաստանում կամ եթե նույնիսկ որոշ ժամանակահատված արել եմ, դա չի եղել իմ սիրելի ու հաճելի ժամանակահատվածներից մեկը։ Հետևաբար չի ուզում վերադառնալ դրան, նաև հաշվի առնելով, որ իմ երգերից որևէ մեկը կոմերցիոն չէ, դրանք ռեստորանային երգեր չեն, դրանք հարսանեկան երգեր չեն, դրանք խնջույքների համար նախատեսված երգեր չեն։ Կամաց այդպես այդ տենդենսը, այդ ցանկությունը, այդ նկրտումները շարունակել մնալ երկարվեստում մարեց։ Եվ քանի որ այդ ժամանակահատվածում, այսինքն այն տարիներին գրին քարտոնանալու ես ակտիվ ուսումնասիրում էի սննդաբանությունը, բնաբուժությունը, բժշկությունը, ես հասկացա, որ ճիշտ ժամանակն է անցնելու երկրորդ մասնագիտության, նոր երկիր, նոր հնարավորություններ, նոր մասնագիտություն։ Դրանից չի տուժել իմ առաջին մասնագիտությունը, ես էլի դրան տիրապետում եմ եւ դա ուղղակի այս պահին մի տեսակ վերածվել է նախասիրության եւ ես դառնում եմ իմ հոգու հանգստության, իմ հաճույքի, երբեմն որոշակի միջոցառումներում այստեղ եմ ելույթ ունենում, բայց դա կրկնում եմ, էլի արվում է զուտ իբրև նախասիրություն, ոչ թե իբրև աշխատանք։ Երկրորդ մասնագիտության հետ կապված գիտեմ, որ դա ձեր մանկության երկրորդ երազանքն է, երգիչ եւ բժիշկ։ Այո։ Ուղղվածությունը, եթե չեմ Երկրորդ թե առաջին չգիտեմ, որովհետև այդ ժամանակ ես զուգահեռաբար երազում էի այդ մասնագիտությունների մասին, այսինքն իմ մոտ չկար, որ առաջինը երգիչ, երկրորդը կոմպոզիտոր, երրորդը դիրիժոր, նոր չորրորդը բժիշկ, բայց այդ բոլոր մասնագիտությունների մասին ես միաժամանակ երազել եմ։ Որ եկաք Միացյալ Նահանգներ, մտածեցիք դե երազանքի հետևից պիտի գնամ, թե զգացիք, որ այստեղ բժշկության հետ կապված կան շատ բաց տեղեր ու կան շատ մեծ խնդիրներ, որ կարելի է խորանալ, մասնագիտանալ, լինել լավագույնը ու փրկել կամ ինչ-որ մի լումա ունենալ այդ ոլորտում։ Պիտի ասեմ, որ այն բժշկության այն տեսակով, որը որ բնաբուժությունն է զբաղվում եմ, պակաս ու բաց կա ամեն երկրում, պարզապես ի տարբերություն մյուս երկրների Միացյալ Նահանգներում դա դրված է շատ լուրջ, խիստ մասնագիտական հիմքերի վրա եւ ամերիկյան նատուրոպաթիայի հիմնադիրը դոկտոր Բենեդիկտ Լուստով հիմնադրել է Միացյալ Նահանգներում այն 100-ամյակ առաջ եւ այստեղ շատ լուրջ դպրոցներ կան, համալսարաններ կան, որտեղ մարդիկ սովորում են դա, որը որ չկա Հայաստանում կամ Ռուսաստանում կամ մի շարք այլ երկրներում, այնտեղ դա ավելի ինքնուսուցման մակարդակի վրա է դրված, գրքերով սովորելու վրա է դրված, իսկ այստեղ այդպես չէ, այստեղ նույն կերպ դու գնում ես այդ ուսումնական հաստատությունները եւ այդպես կարգով, կանոնով, A-ից մինչև Z տարբերակով ամեն ինչ սովորում ես եւ Քանի տարի ձեզ այս պահանջվեց սովորելու համար։ Ուրեմն բարձրագույն կրթությունը 4 տարի է, բայց մինչև այդ արդեն դու պիտի ունենաս բակալավրի կամ մագիստրոսի աստիճան, որից հետո դոկտորանտուրան եւս 2 տարի։ Լեզվի խնդիր էլ կա, չէ՞, որտեղ բարդ մասնագիտությունն է։ Եթե գալիս ես մի թեթև անգլերենի տիրապետում ես կենցաղի մակարդակով, բայց բժշկական մակարդակով լեզվի Շատ տարբեր է։ այդ Ռեստորանում սուրճ պատվիրելու մակարդակի անգլերեն իմանալը բժշկական տերմինոլոգիայից շատ բարդ է, այո, շատ տարբեր է։ Ոնց է հաղթարել այդ Դժվարությամբ, թեև անգլերեն գիտեի Հայաստանում, որովհետև դպրոցում սովորել եմ անգլերեն եւ դա հիմք որպես բազա, բայց բաղապաշարի ես հիշում եմ, որ փոքր երեխա էի, չգիտեմ, 6-7 տարեկան, այդ ժամանակ նորմալ չէինք էլ սովորում
դպրոցում անգլերեն, բայց մայրս ստիպում էր ինձ սովորել լեզուներ, եւ ռուսերեն, եւ անգլերեն, եւ նստում էր ինձ հետ ժամերով գրում էր, կարդում էր, չգիտեմ, ասում ստիպում էր որ անգիր անեի, պատասխանեի, սովորեի։ Ես համարում եմ որ այս ամեն ինչը այդ շատ կարևորն է հիմքերը, որոնք որ գալիս են մանկությունից, որովհետեւ մենք տեսնում ենք որ ծնողները հետագայում սկսում են բողոքել իրենց երեխաներից, բայց երբ հետ հայացք ես նետում ու ասում ես լավ դուք ինչ եք արել ձեր երեխաների համար, բացի նրանց շոր ու կոշիկ գնելուց, այսինքն ինչքանով եք զբաղվել նրանցով, կրթել նրանց, զբաղվել նրանց ինքնակրթությամբ։ Իսկ իմ մանկությանը, երբ ես անդրադառնում եմ, հասկանում եմ, որ մենք մի րոպե ազատ ժամանակ չենք ունեցել։ Մեզ մշտապես տարել են տարբեր ուրեմն խմբակների, նկարչական խմբակ, դերասանական խմբակ, լեզուների խմբակ, այս խմբակ, այն խմբակ, այսինքն անընդհատ փորձել են հագեցնել մեր առօրյան, որպեսզի բացի բակային խաղերից, որը մենք նույնպես ունեցել ենք, այնպեսի տպավորություն չստեղծի, որ բակ չենք տեսել, չենք իմացել, բայց ամեն ինչ բալանսավորված, ամեն ինչ չափի մեջ, ներդաշնակորեն։ Ես կարծում եմ, որ դա իր լրջագույն ազդեցությունը ունեցել է այդ կերտման ճանապարհին, որովհետև թե մանկության տարիներին, թե պատանեկության տարիներին, թե երիտասարդության տարիներին այդ կրթվելու, զարգանալու, ավելի լավը դառնալու ձգտումը միշտ եղել է։ Այդպես է եկեք այստեղ հիմք ունենալով անգլերեն լեզուն, այստեղ քոլեջում առանձին անգլերեն դասեր վերցրեցի։ Այո, առանձին վերցնում էի դասերը, որովհետև բավարար չէր իմ անգլերեն իմացությունը, այնուամենայնիվ այդ տերմինոլոգիան հաղթահարելու համար։ Գիտեմ նաև, որ ձեր պացիենտը, ասեմ, չգիտեմ ոնց ձևակերպեմ։ Բուժարու, շնորհակալություն։ Բուժարուները եղել է նաև Տարանտինոն, Ջեքսոնների ընտանիքը, այսինքն որ sense հետ ես նայում այնքան մի sense փոքր չէ, sense հպարտանալու տեղ կա, որ Հայաստանից հələ մոռանանք երկիչ, մոռանանք ճանաչված լինել եւ այլն, մարդ տեսակ վերցնելով, հա, մարդը գալիս է, ինքնակրթվում է, իր վրա աշխատում է, զարգանում է, ու հասնում է այնտեղ, որ մեգա մարդիկ, այդ մարդիկ հենց այնպես ձեզ չեն ընտրել։ Իրանց հիմա իրանց ագենտները բացել են իրանց արչև, չգիտեմ, երևի 100-ը, հետո զտել են 50-ը, մնացել է 5-ը։ Դա ինձ թվում է շատ մեծ հպարտանալու ու ներքին ասելու, այո, ես հաղթեցի, այո, Մարատ, դու դա արեցիր։ Գիտեք, դա ըստ էության ամերիկյան երազանքի մի բանաձև է կամ մի օրինակ է, եւ ի տարբերություն շատ երկրների Միացյալ Նահանգները տալիս է այդ հնարավորությունը իրականացնելու այդ ամերիկյան երազանքասվածը, որովհետեւ այստեղ չկա խտրականություն ազգային, հա, ի վերջո, եթե չեմ սխալվում, դեռ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր ասում, որ կարող ես գնալ ապրել Ֆրանսիայում, դառնալ Ֆրանսիայի քաղաքացի, բայց դու երբեք ֆրանսիացի չես լինի։ Եվ այդպես է բոլոր երկրներում։ Դու կարող ես Ռուսաստանում հասնել մեծագույն հաջողություններ, իսկ պետական պաշտոններ զբաղեցնել, բայց դու երբեք ռուս չես դառնա։ Դու կլինես, չգիտեմ, հայ, որը զբաղեցնում է այս կամ այն պաշտոնը։ Միացյալ Նահանգներում այդպես չէ, երբ դու Միացյալ Նահանգներում կայանում ես եւ հասնում ես, դու դառնում ես ամերիկացի, քեզ ոչ մեկ չի ընկալում այլևս որպես իտալացի, ֆրանսիացի, հունացի։ Այո, իմանում են քո ծագումնաբանության մասին, բայց քեզ ընկալում են որպես one nation under the god, չէ՞, այսինքն մի ազգ կամ մի ժողովուրդ, ուրեմն Աստծո հովանու տակ։ Եվ ես կարծում եմ, որ Ամերիկան այն եզակի երկրներից է, որ տալիս է այդ հնարավորությունը այստեղ կայանալու եւ իրենից իր զավակ, իր որդին դառնալու եւ դու քեզ այստեղ զգում ես այդ մի կարևոր հասարակության մի անբաժան մասնիկը, որը ավելի պինդ է քեզ կանգնացնում քո ոտքերի վրա եւ դու ավելի հստակ ես կարողանում առաջ շարժվել, որը կարծում եմ շատ այլ երկրներում ավելի դժվար է անելը, որովհետև քեզ միշտ նայելու են որպես երկրորդ սորտի կամ ուրիշ տեղից եկածի, որ այստեղ չկա։ Չեն նայում քո ազգային պատկանելությանը, բայց նայում են քո մասնագիտական ընդունակություններին, նայում են trust-ին, այսինքն այն հավատին, որ քո հանդեպ կա։ Գիտեք, մարդիկ կան, ովքեր հավատ են ներշնչում, եւ մարդիկ կան, ովքեր հավատներ չեն ներշնչում։ Սա էլ մի հատուկ շնորհ է, որը կարծում եմ դրվում է մարդու մեջ ի վերուստ Աստծո կողմից եւ կան չէ մարդիկ, որ ում հետ շփվում ես, դու միանգամից տրամադրվում ես այդ մարդու նկատմամբ լավ իմաստով եւ զգում ես, որ դու կարող ես վստահել այդ մարդուն։ Սա կարող ենք իհարկե ասել, որ գալիս է կրթությունից, զարգացվածությունից, հոգեվոր ներաշխարհից եւ այլն, այսպես տարբեր գեղեցիկ բառերով կարող ենք բնութագրել, բայց այնուամենայնիվ ես համոզված եմ, որ այստեղ կա որ նաև մի գաղտնի մի մաս, որ այդ ամեն ինչից բացի հենց այդ աստվածային այդ լույսն է, որը որոշ մարդկանց մեջ կա եւ դա ըստ էության հեշտացնում է մարդկանց հետ հարաբերվելու
հաջողության հասնելու այդ ճանապարհը։ Կարծում եմ ինձ հետ համամիտ կլինեք, որ Միացյալ Նահանգներում նաև հաջողության հասնելու գրավականներից մեկը, որ այսպես ասեմ, մարդը մարդով է, այսինքն գովազ չասեմ, ոնց ձևակերպեմ, որ հիմա այդ նույն մարդիկ, որ ձեզ ընտրել են, մեկը երևի իր մյուս ընկերոջ մոտ խոսել է, մյուսը գովել է, ու ըստ իս Ամերիկան նաև հաջողության բերում է մարդուն նրան, որ մի հատ լավ անում ես, քո մասնագիտական կամ քո մարդ տեսակով ես լավը, հետո զգում ես, որ սենց գալիս են։ Այո, օրինակ ես ունեմ մի հաճախորդ, որը ամերիկյան պրոդյուսեր է եւ վերջերս էլ Grammy ստացավ տարվա լավագույն ալբոմի համար։ Բազմաթիվ հայտնի մարդիկ էր բերել իմ մոտ։ Ամեն անգամ մեկի ձեռքը բռնած բերել է, ներկայացել, ասել է, ես իմ եղբայրն է, ես իրեն շատ եմ վստահում, ինքը ամենալավն է, ձեզ էլ բերել եմ այստեղ։ Ամեն անգամ ինչ հայտնի рэպերներ, շատ դեպքում ես նրանց չեմ ճանաչում, որովհետև ես շատ չեմ տիրապետում рэպ աշխարհին, բայց բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց հետո ես Google եմ անում, տեսնում եմ մի քանի, չգիտեմ, տասնյակ միլիոնավոր ֆոլոուերներ ունեն, կամ էս ունեն, կամ այն ունեն, այսինքն այո, այդ mouth referral ասվածը, որ բերանացի իրար փոխանցում են եւ դա կարծում եմ շատ ավելի շատ է աշխատում, քան անընդհատ ինչ որ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կամ մամուլում գովազդը, որտեղ հակառակը երբեմն այդ գովազդը հակառակ տպավորություն է թողնում, օրինակ իմ վրա համենայն դեպս, երբ ես տեսնում եմ անընդհատ մեկի գովազդը պատտվում է հեռուստատեսությամբ, ես ուզում հասկանամ, ասում լավ, մարդը միթե զբաղված չի, որ այսքան իրեն գովազդում է, այսինքն ի վերջո մարդու ժամանակը սահմանափակ է, չէ՞, մարդ չի կարող 24 ժամ է օրվա ընթացքում, լավ օրվա մեջ 8 ժամ, 10 ժամ կարող ես աշխատել, եւ այդ 10 ժամվա ընթացքում չես կարող տեսնել 300 պացիենտ, այսինքն այստեղ արդեն կասկածներ են առաջանում։ Դրա համար օրինակ ես պիտի ասեմ եւ հպարտությամբ պիտի ասեմ, որ երբևէ հեռուստատեսությամբ, ռադիոյով, չգիտեմ, մամուլում ոչ մի տեսակի գովազդ իմ գործունեության հետ կապված չի եղել։ Այո, որոշակի դեպս ինտերվյուներ, զրույցներ, բաններ, դրանց ընթացքում ինչ-որ մի բան ասել, հա, բայց այսպես paid advertisement, որ վճարված գովազդ գնա, նման բան չի եղել։ Եվ իմ հաճախորդների զգալի մեծամասնությունը գալիս են այդպես իրար փոխանցելով եւ իրենց դրական կարծիքը իրենց ընկերներին ասելով, հայտնելով։ Օտարազգի մարդկանց գիտեք ինչ եմ սիրում, որ վստահություն ունեն։ Հիմա վստահ եմ, որ պրոդյուսերի խոսքին են վստահել, որ եկել են։ Իսկ մենք մեր հայերս մի քիչ այդ կասկածամտության, միգուցե սխալ եմ, բայց իմ հանդիպած մարդկանց, հա, կասկածամի, մի հատ Google-ն կանեն, մի հատ կդնեն, կվերցնեն, կորոշեն, բայց մարդը երևի չի ելնա այդ Google-ում կամ չի փորձե գտնի միանգամից վստահել է պրոդյուսերի խոսքին, որովհետև նա իր վրա զգացել է արդյունքը, վստահել ու եկել է։ Այո, ճիշտ եք։ Համաձայն։ Օրական քանի պացիենտ եք ընդունում։ Քանի որ ես իմ բուժառուների հետ անցկացնում եմ երկար ժամանակ եւ դա 10-15 րոպեանոց կոնսուլտացիաներ չեն, դրանք որպես կանոն տևում են առնվազն 1 ժամ, շատ դեպքերում ժամուկես նույնիսկ 2 ժամ։ Հետևաբար օրը 4, 5, 6 բուժառուից ավել տեսնել դա ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետեւ նրանց հետ երկար ժամանակ եմ սպառում, անցկացնում։ Դա նաև հոգեբանական մանել է, այսինքն այդ ժամի մեջ նաև, բայց խնդիրը ավելի շատ մենք այստեղ դրան ասում ենք ֆունկցիոնալ բժշկություն, այսինքն ներթափանցել մարդու խորքային խնդիրների մեջ։ Ոչ թե որ մարդը եկավ ասեց, գիտես, ես գլխացավ ունեմ, դու ասես, դե լավ, գլխացավ ունես, գնա Advil խմի։ Կամ լավ, Advil մի խմի, բնական տարբերակ խմի, թուրմերիկ խմի, քրքում։ Կամ չգիտեմ, կոճապղպեղ կամ white wheel օրինակի համար, չէ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը խորանալ մարդու խնդրի մեջ եւ հասկանալ լավ ինչն է պատճառը, որ այս մարդուն ունի այս առողջական խնդիր, այս մաշկային խնդիրը։ Ոչ թե մարդուն առաջարկել գնա այս քսուկը օգտագործի, տեսնենք ինչ կլինի, այլ խորանալ, փորձել ընկնվել մարդու օրգանիզմի մեջ եւ գտնել այդ արմատը, որը դու արմատախիլ անելով մի անգամից բոլոր խնդիրները կարողանում ես լուծել։ Եվ սա է ըստ էության պատճառը, որ իմ մոտ մարդիկ են գալիս, ովքեր տասնամյակներ չեն կարողանում բուժվել ինչ որ խնդիրներից, որովհետև միշտ իրենց առաջարկվել է նույն ճանապարհը եւ գալիս են իմ մոտ եւ 1-2 ամսվա ընթացքում այդ խնդիրները կամ ամբողջությամբ են կարգավորվում կամ զգալի ձևով են կարգավորվում։ Ինչու, որովհետև մենք ոչ թե գնում ենք սիմպտոմների հետևից, որ լավ դու այս սիմպտոմ ունես, ուրեմն առ սա օգտագործի, այլ մենք գնում ենք ավելի խորքային եւ փորձում ենք հասկանալ ի սկզբանե ինչն է պատճառը, որ քո օրգանիզմը հայտնվել է այս իրավիճակում։
որը որին է խանգարել, որ տվյալ օրգանը կամ տվյալ խնդիրը առաջացել է։ Մի փոքր ավելի որ բացենք, որպեսզի ես ու մեզ լսողները հասկանան։ Թիմ ունեք, որ այսքան դուք պացիենտին հասկացաք խնդիրները, երկար խոսեցիք, լաբորատորիա ունեք, թե ուրիշ տեղ եք ուղարկում, մի քիչ մեզ ավելի բացեք հասկանանք։ Լաբորատորիաներ կան, որոնց հետ համագործակցում ենք, մենք անձամբ մեր լաբորատորիան չունենք եւ դրա կարիքը չկա, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ունեն ապահովագրություն, միշտ կարող են իրենց ապահովագրությամբ հանձնել բոլոր թեստերը։ Հետեւաբար ես միշտ հորդորում եմ, երբ մարդիկ գալիս են ինձ մոտ ասում են, կարող ենք ձեր հետ անել, ասում եմ, ինչի համար դուք ինշուրանս ունեք ապահովագրություն, բայց ինչի համար մեզ վճարեք։ Ավելի լավ է գնացեք ապահովագրությամբ արեք այդ ամեն ինչը, ձեր գումարը իզուտեղը մի ծախսեք։ Զարմանում եմ միշտ, ես միշտ այն տեսակից եմ, որ հենց ի սկզբանե իմ դիմացին հասկացնում եմ, որ ես այս ամեն ինչ չեմ անում ֆինանսական նպատակներով։ Այո, որպես կանոն եւ որպես արդյունք այն նաեւ բերում է ֆինանսական ինչ-որ եկամուտ, բայց դա չի իմ սկզբնական հետաքրքրությունը։ Իմ հետաքրքրությունը ձեզ առողջացնելը, որովհետեւ դա ինձ շատ ավելի մեծ հոգեվոր բավարարվածություն ու երջանկություն է ապարգևում։ Դա համար ինչքան որ կարողանում եմ անել այնպես, որ նրանք որքան նա որ քիչ գումար ծախսեն, ես դրանից ավելի շատ եմ ուրախանում։ Կամ շատ տարբերակներ են լինում, մարդիկ գալիս են, քանի որ մեր կլինիկան նաեւ մի հսկայական տեսակ կա դեղերի, այսինքն բնական միջոցների, սապլեմենտների, եւ մարդիկ գալիս են ասում են մենք եկել ենք SS բաներն ենք ուզում, ասում ինչի համար եք ուզում այդ բաները, այս խնդիր ունենք, ասում եմ այդ խնդրի համար այսքան բան պետք չի, մեկ էսա պետք, մեկ էլ էս։ Ու մեկ զաման ասում եմ, չեմ հասկանում, մենք եկել ենք ուզում ենք ասենք չեմ 6 հատ բան առնենք, դու մեզ ասում ես չէ, քեզ 6 հատ պետք չի, 2-ն է պետք։ Այս ինչ մոտեցում է։ Ասում այո, եթե դա քեզ պետք չի, ինչի համար ես դա քեզ տամ։ Այո, շատ մարդիկ չեն ասում, չէ, այս բարակայում այդ հավելումները գրպանից են ծախսվում, այսինքն ես հենց այդպես ոտքի վրա նրանց ծախսը կրճատում եմ առնվազն 50%-ով։ Եվ սա անում եմ դարձյալ, որպեսզի մարդիկ հասկանան, որ իմ առաջնային հետաքրքրվածությունը դա գումարը չէ, ես դա չեմ անում գումար։ Եթե ես որոշեի զբաղվել բժշկությամբ գումարի համար, ես բոլորովին ուրիշ բժշկությամբ կզբաղվեի, որովհետև բնաբուժությունը, սննդաբանությունը դա մեծ գումար աշխատելու հնարավորություն չէ։ Մենք չեմ ուզում եթերով դրա մասին խոսենք, բայց մենք բոլորս գիտենք, որ ոլորտներն են մեծ գումարներ բերում եւ որ ոլորտի աշխատողներն են աշխատում միլիոնավոր դոլարներ։ Ես էլ հանգիստ շատ ավելի հեշտությամբ կարող եի ընտրել այդ ճանապարհը եւ պես նմանօրինակ կառույցներ ունենալով, տունը նստած, պես կամերաներով նայելով, այդպես միլիոնավոր դոլարներ աշխատել։ Դա չի եղել իմ նպատակը, իմ հետաքրքրությունը եւ չի նաեւ այժմ։ Որովհետեւ մարդկանց բուժելու, բժշկելու, մարդկանց կյանքը բարելավելու, առողջացնելու մեջ կա էլի մի աստվածային blessing, հա, երբ դու դա անում ես, դու զգում ես քեզ փառավորված, քո հոգին փառավորվում է, դու ուրախանում ես, երջանկանում ես, դու ասում ես, որ քո գործունեությամբ դու մի քանի մարդու կյանք կարողացել բարելավել այնպես, ինչպես որ նախկինում մյուսները չեն կարողացել անել։ Եվ բնաբուժությունն ինքնին այդ օրինակ ճյուղ է բժշկության մեջ, որ դու փորձում ես ի պահ կտրվել ամեն ինչից եւ խորանալ մարդու խնդրի մեջ, միգուցե այդ պատճառը գալիս է մանկությունից, միգուցե այդ պատճառը գալիս է սխալ սնունդ օգտագործելուց, միգուցե որոշակի դիսբալանսից, որ կա օրգանիզմում, դա կարող է լինել միներալային դիսբալանս, վիտամինային դիսբալանս, հորմոնային դիսբալանս, միգուցե տոքսիկ որոշակի թունային կուտակումներ օրգանիզմում, որոնց թունազատվելու պարագայում մարդու խնդիրները կարող են միանգամից այդպես խաղաքարտերի նման փլվել եւ մարդը կարող է առողջանալ։ Պես որ ես սա համարում եմ շատ անգլերեն լավ բառ կա noble, այսինքն ազնվական ճյուղ բժշկության, որտեղ դու կարողանում ես ոչ թե ուղղակի տոպրակով դեղեր տալ մարդուն եւ ասել, որ ամբողջ կյանքդ մինչեւ կյանքիդ վերջ պետք է այս դեղերը խմես, այլ փորձում ես հակառակը անել ամեն ինչ, որպեսզի մարդը կամաց ժամանակի ընթացքում այդ դեղերը խմելու անհրաժեշտություն այլևս չունենա։ Ինչպես է կոչվում ձեր կենտրոնը։ Կոչվում է The Guardian of Health, այսինքն առողջության պահապանը։ Եվ որտեղ է գտնվում։ Գտնվում է Toluca Lake-ում, Los Angeles, գիտեք Toluca Lake-ը Նորթ Հոլիվուդը, որպես այդպեսին քաղաքներ չեն, մենք դեռ պայմանականորեն ենք կոչում քաղաքներ, Los Angeles-ի մի մաս են կազմում եւ շատ մոտ Universal Studios-ին, բավականին լավ տեղ է, որովհետեւ այդ մասը նաեւ շրջապատված է տարբեր, քանի որ բոլոր կինոստուդիաների մեծ մասը հենց այդ
շրջանում են գտնվում, միգուցե սա էլ է նաև պատճառներից մեկը, որ մենք ունենում ենք տարբեր դերասան այցելուներ, ովքեր գալիս են ու հետո մենք իմանում ենք, որ սա այս կամ այն դերասանն է։ Հետո կապը պահում են, այսինքն թե գալիս բուժում գնում են, մեկը մինչև մյուս խնդիրը նորից են գալիս, թե պարզաբար Եվ մարդիկ կան, ովքեր գալիս են միայն այն ժամանակ, երբ ունեն խնդիր, իսկ մարդիկ կան, որոնք գալիս են պարբերաբար, որպեսզի չունենան այլևս խնդիրներ, այսինքն դա արդեն վերածվում է preventative healthcare-ի, այսինքն կանխարգելիչ միջամտությունների բժշկության, որտեղ մարդիկ գալիս են ժամանակ առ ժամանակ, ինչ որ պրոցեդուրաներ են իրականացնում, ինչ որ սննդային հավելումներ են օգտագործում, կոնսուլտացիա են անում, իրենց սննդակարգն են վերանայում, պես անընդհատ ժամանակ առ ժամանակ դրան անդրադառնալով, որպեսզի չունենան լուրջ խնդիրներ։ Որտեղ գիտեք, կյանքը այնպեսին է, որ խնդիրները կարող են ծագել շատ պատահական, հանկարծակի, որովհետև մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ ոչ սնունդն է նորմալ վիճակում, ոչ մեր կերածը, խմածը, մեր շնչած օդը թունավոր, հա, մարդկային փոխհարաբերությունները, ստրեսը, մի խոսքով, այնքան շատ են կողքից այդ հարվածները, որոնց որ որոշ մարդիկ կարողանում են հաջողությամբ դիմագրավել, որոշ մարդիկ էլ ժամանակ առ ժամանակ թուլանում են եւ չեն կարողանում, այո, դիմագրավել այլևս ու առաջ են գալիս որոշակի առողջական խնդիրներ։ Դա շատ կարեւոր է զբաղվել դրանով որպես կանխարգելիչ միջոց եւ մոտեցում եւ չսպասել որ հայկական տարբերակով դանակը հասնի ոսկորին, բանից անցնի ու շատ է լինում այդ բարեկամ։ Եվ ասեմ ձեզ որ հիմնականում հայերն են, որ զանգահարում են ու ասում են ուզում են գանք ձեզ մոտ, ես որպես կանոն միշտ հեռախոսով հարցնում ասում ինչն է ձեզ անհանգստացնող հարցում եմ նախապես իմանամ։ Մեկ էլ ասում են քաղցկեղ ունենք, ասում լավ, որ ստադիայում եք գտնում 4-րդ։ Լավ, ինչ եք արել մինչև հիմա։ Ամեն ինչ, քիմիա, radiation, չգիտեմ, բոլոր մեթոդները արել ենք, ոչ մի բան չի օգնել։ Հիմա ասում դուք հասկանում եք ինչի մասին եք հիմա խոսում, այսինքն դուք կարող եք գալ բնաբուժի մոտ առաջին ստադիայում։ Լավ, երկրորդ, բայց դուք գնացել եք բոլոր ճանապարհներով անցել եք, բոլոր միջոցները իրականացել եք եւ ձեր օնկոլոգիստը, ձեր ուռուցքաբանը տվել է, չգիտեմ, 2 ամիս կյանք, դուք որոշել եք գալ ու ասենք փորձել բնաբուժություն, ինչպես եք կարծում, որ ինչ որ մի բույս կամ ինչ որ մի վիտամին կամ միներալ կարող է ձեզ այդ վիճակից հանել։ Այսինքն սա էլի մեր չիմացության, թյուրըմբռնման, անգրագիտության ըստ երևույթին փրփուրներից կախվելու այդ տենդենսն է, որ Նաև ինֆորմացիայի պակաս, օրինակ բաներ կարող թվում եք, որ անում եք, ես գնում եմ Հայաստանում եմ ինչ-որ ձևով փորձում օրգանիզմս, հա, օրինակ ես նոր բացահայտեցի, նոր հասցեն իմացա, հասկացա տարածքային, որտեղ է գտնվում։ Դրա համար հայերի ինչ որոշակի տոկոս է գալիս ձեզ մոտ, այսինքն հայ ազգի 20-30 քիչ, երևի թե 20-ից էլ պակաս, որովհետև պիտի ասեմ, որ հայերը ամենալավ բուժառուները չեն։ Դա շուտ արդյունք են ուզում անհամբեր։ Ես հայերին շատ եմ սիրում, մենք հայերի հետ իմ ընկերներից շատերը նաև իմ հաճախորդներն են, բայց ասում եք արի ընկերություն անենք էլի դու նորմալ հաճախորդ չես, որովհետև եւ գիտեք այդ լավ հաճախորդ չլինել ինչով է պայմանավորված, նրանք պատրաստ են գալ, ծախսել ամենամեծ գումարները, բայց ոչ մի բանի չհետևել։ Եվ այդպեսի ես ունեմ ընկերներ գալիս են, ամեն ինչ անում են, չգիտեմ, ես ինձ համար սննդակարգ եմ գրում եւ այլն գնում են երկու շաբաթ զանգել եմ ասում հն ոնց է նորմալ կարողանում ես հետևես բան հələ ճիշտ ասած չէ էլի վաղը մեր բանի հարսանիքն այն մյուս շաբաթը կնունքի եմ խավոր եմ հետո մյուս թող մնա մյուս ամսից կսկսեմ ու այդ մյուս ամիսը այդպես շարունակում ու երբեք չեն սկսում այս ծախսելուց խնդիր չկա կգան կծախսեն կվճարեն բայց հետևողական չեն ես պիտի ասեմ որ ամենալավ այդ առումով ամենալավ բուժառուները հաճախորդները դրանք լատինոսներն են որոնք որ դա մար իրանք երկարակ այսինքն տարիքային երկարակեցության ավելի երկար են եւ նույնիսկ ունենալով ամենաչնչին ֆինանսական հնարավորությունները նախ վերաբերվում են քեզ որպես չգիտեմ աստվածային միեյակ այսինքն պաշտում են ուղակի բժիշկներին եւ կուրորեն բարես լավ իմաստով իհարկե հետևում են ասածներից եւ անում են ինչ որ պիտի անեն եւ իրենց վերջին գումարն էլ կծախսեն բայց ամեն ինչ կանեն եւ կհետևեն եւ իրենք հակառակը կզանգեն կասեն մի հատ հիշեցրեք ոնց պիտի անենք ինչ պիտի անենք այսպես շատ հետևողական են եւ շատ են հետաքրքրված առողջ ապրելու մեջ երևի իրենցից հետո երկրորդ տեղում դրանք սևամորթներն են որ էլի շատ լավ բուժառուներ են Ես իրանք իրենց սննդակարգին դից հետևում են
այդքան սննդակարգին չէ, ինչքան որ այդպես ժամանակ առ ժամանակ գալու դիթոքսներ անելու, մաքրվելու բնաբուժության մեծ հետևորդներ են իրենք։ Չեն սիրում որպես կանոն կոնսերվատիվ բժշկություն եւ դա ունի իր պատճառները, չեմ ուզում դրա մասին խոսել եթերով, բայց շատ են սիրում եւ վստահում են բնական միջոցներին։ Նույնն էլ վերաբերում է լատինական աշխարհի ներկայացուցիչներին։ Հրաշալի է, կեցան ապրան իրանք։ Երեք բան, որ ձեր սննդակարգից հանել եք Միացյալ Նահանգներում, որ կատեգորիկ չեք ուտում, կամ եթե ուտեք, չգիտեմ, դա կլինի տարին մի անգամ, այլ ինչ որ կարոտած կամ մի բան, որ չեք օգտագործում ու բոլորին ասեք մի կերեք դա։ Դրանք խիստ անձնական են, որովհետև դրանք պայմանավորված են իմ առանձնահատկություններով։ Այո, այսինքն եթե ես չեմ օգտագործում ինչ որ մի սնունդ, որովհետև այն իմ արյան հետ ներդաշնակ չէ կամ իմ աղեստամոքսային տրակտի հետ ներդաշնակ չէ, դա կոնկրետ պայմանավորված է իմ անձնական առանձնահատկություններով եւ դա ես երբեք չեմ կարող ասել մեկ ուրիշին։ Դրա համար ես ի տարբերություն շատ սննդաբանների անում եմ personalized nutrition, այսինքն անհատականացված սննդաբանություն, որը որ բավականին բարդ է, որովհետեւ սա արդեն այն մակարդակի վրա չէ, որ գիտեք երեկոյան կեֆիր խմեք, առավոտյան կանաչ խնձոր կերեք, ամեն ինչ լավ կլինի, չէ։ Սա շատ անհատականացված է եւ պայմանավորված է մարդու առանձնահատկություններով։ Մեկի համար նույն խնձորը կարող է լինել դեղ, մյուսի համար կարող է լինել թույն։ Եվ դա բացահայտելու, դա պարզաբանելու, հասկանալու համար պետք է բազմաթիվ թեստեր անել, որի արդյունքում մենք կարող ենք գալ այդ եզրահանգման, որ տվյալ սնունդը, ինչպես ժամանակին Titus Lucretius-ն էր ասում, one man's food is another man's poison, այսինքն մի սնունդը մյուսի համար դեղ է, մյուսի համար թույն։ Եվ սա հասկանալու համար լուրջ ստուգումներ են պետք իրականացնել։ Այս սա իմանալուց հետո ես արդեն հստակ կարողանում եմ մարդկանց ասել, որ սա մի կերեք կամ իմացեք, որ գոնե սա ձեզ համար լավ չէ, կերեք ժամանակ առ ժամանակ, եւ հետեւաբար ինձ համար էլ կան նմանօրինակ սննդային միջոցներ, որոնք որ համարվում են cheat meal, այսինքն ես դա կարող եմ անել միայն պես ամիսը մեկ կամ մի քանի ամիսը մեկ, որովհետեւ դրանք ինձ օգուտ չեն տալիս։ Համընդհանուր առումով, որ անկախ թե ձեր անհատական առանձնահատկություններն ինչ են թելադրում, համընդհանուր առումով ես ասում եմ հեռու մնալ բոլոր ոչ օրգանական ծագում ունեցող թույներով լեցուն սննդակարգից, որովհետև միայն խնդիրը նրա մեջ չէ, որ եկեք բոլորս միրգ ու բանջարեղեն ուտենք ու առողջ լինենք, եթե ձեր կերած բանջարեղենն ու միրգը պեստիցիդներով, ասենք թունանյութերով, հականեխիչներով, չգիտեմ, հակասնկայիններով, հակաճճվայիններով, հարուստ գլայֆոսեթով ցանված ուտելիք է, դա ձեզ ոչ մի օգտակար բան չի կարող բերել, դա միայն ձեզ վնասելու է ձեր առողջությանը։ Ուրեմն հնարավորինս օգտագործել բնական սնունդ, ցանկալի է գնել այն ֆերմերներից, որպեսզի նաև լինեն լոկալ աճեցված եւ ոչ թե միլիոնավոր տարածություններից այստեղ եկած, չուտել junk food բնականաբար, այսինքն այն ուտելիքը, որը որ պատրաստվել է շատ ուժեղ տերմոաբրաբոտկայի ջերմամշակում անցել է եւ պատրաստվել է մի, չգիտեմ, մի ձեթի մեջ, որը արդեն 30-40 անգամ տաքացվել ու այրվել է, հա, այսինքն տրամաբանական դատողություն ունի սննդակարգի հետ կապված, չօգտագործել հավելյալ շաքարներով հարստացված հյութեր, ու կարևոր չեն դրանք գազավորված հյութեր են, թե ոչ գազավորված, որ ասում են բնական հյութ իբր թե ամբողջությամբ շաքար է բնական հյութը։ Հա, մի այլ բան է, երբ որ դու նարինջը քամում ես, խմում ես, մի բան է, երբ որ դու առնում ես տուփերի մեջ ամիսներով մնացած ինչ որ կոնսերվանտներով, բանով սարքված ինչ որ մի նարնջի հյութ։ Այսինքն տրամաբանորեն կարողանալ տարբերակել առողջ սնունդը անառողջ սնունդից։ Եվ իսկ դա շատ հեշտ է անելը։ Դրա համար պետք չէ բազմաթիվ թեստեր անել, հասկանալ որը որից հետո է։ Այդ դրանից հետո արդեն երբ դու եւս մի քայլ ուզում ես առաջ գնալ, դու գալիս ես սննդաբանի մոտ եւ արդեն ուսումնասիրում ես քո առանձնահատկությունները եւ այդ փոխհարաբերությունը այս կամ այն սնունդի հետ հստակ իմանալով թե այս սնունդը քեզ քո օրգանիզմում ինչ է անում, ինչն է շատացնում, ինչն է քչացնում, ինչին է վնասում եւ ինչի համար է օգտակար։ Մի հարց, երեխաներին ընդունում եք, թե տարիքային 2 տարեկանից սկսած։ Մինչև 2 տարեկան ոչ, թողնում եմ դա մանկաբույժներին, պեդիատրներին, pediatrician-ներին, իսկ 2-ից հետո այո ունեմ այցելուներ, որոնք որ 2, 3, 4, 5 երեխաներ են, որոնք նույնիսկ ուրիշ նահանգներից են գալիս, Արիզոնայից ունեմ, Յուտայից ունեմ, որ ամեն անգամ
բերում են այդ երեխային։ Ինչի եմ ասում, որովհետև օրինակ իմ երեխան խնդիր չունի, ըստից, որովհետև 3.5 տարեկանը դեռ ոչ մի ինչ-որ բաներ չեմ նկատում, բայց ես որպես մայր անհանգստացած եմ, որովհետև կուզանամ իմ երեխային հասկանամ ինչն է իրան պետք, ինչ չէ, հա իմ չափով զրկում եմ իրան ինչ-որ բաներից վնասակար եւ այլն։ Ասենք չիփսերից կամ քենդիներից տարբեր տեսակի, այո։ Բայց այցելում է օտարազգի, այսինքն մեր ապրած քաղաքում մանկապարտեզ, որտեղ ամեն օր իր լանչ բաքսը բերում են լիքը կեչուպ մեջ է լցրած։ Հա մեկ նամակ գրեցի, որ խնդրում եմ մի տվեք, ասում է չէ, ինքը ուզում է, որտեղ տեսնում եմ մյուս երեխաների եւ այլն։ Ես հասկացել եմ, որ Միացյալ Նահանգներում երեխաների դպրոցներում, մանկապարտեզներում արդեն սկսում է դա շատ լուրջ խնդիր է, որ չեն մտածում, ինչքան կարելի է շաբաթվա 2 օրը պիցա տալ, հետո ինչ որ կարտոֆիլի ֆրի տալ կեչուպով, լավ ուր ենք գնում, ուր են հասնելու ու 20-15 տարեկանում ինչ լուրջ առողջական խնդիրներ են ունենալու։ Սարսափելի փաստ է, որ Միացյալ Նահանգներում դպրոցներում եւ հիվանդանոցներում ամենավատ սնունդն է, որը հնարավոր է, չգիտեմ, նույնիսկ սնունդ կոչել չի կարելի։ Ամենավատ, ամենացածրորակ սնունդն է, որ տրվում է երեխաներին եւ հիվանդներին, որ ինձ մեկ-մեկ որ ուղարկում են թե հիվանդանոցներում, ասենք անկողնային հիվանդներին ինչ տեսակի շեյքեր կամ տարբեր սմութիներ կամ ինչ-որ տարբեր սննդային հավելումներ են տալիս, ես մեկ-մեկ որ դրանց ինգրեդիենտները կարդում, ասում եմ, սա առողջ մարդ է, որ խմի վարի կգնա։ Ասենք այս անառողջ մարդուն, որ դուք սա տվել եք, ինչ եք ակնկալում, որ պիտի ստանաք։ Ցավալին ինձ համար բարեփոխումների ես ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների առողջապահության նախարարը ի վերջո մեկն է, ով խիստ հետաքրքրված է սրանով եւ խոսքս Քենեդի կրծերի մասին է, որը չնելով բժիշկ այնուամենայնիվ հսկայական գիտելիքներ ունի բժշկության ոլորտում, ոչ միայն պատվաստանյութերի ոլորտում, այլև առասարակ, որտեղ որպես environmentalist իրավաբան իր հիմնական գործառույթներից մեկն է եղել ուսումնասիրել բժշկության մեջ տեղի ունեցած տարբեր սխալները, վրիպումները, կանխամտածված սխալները եւ այլն եւ այլն։ Եվ քայլ առ քայլ, իհարկե դժվարությամբ, որովհետեւ Միացյալ Նահանգները այնքան մեծ երկիր է եւ ի վերջո շատ դեպքերում ենք տեսնում, որ նահանգային իշխանությունները որոշ դեպքերում չեն ենթարկվում ֆեդերալ իշխանություններին եւ սա բերում է տարբեր տեսակի խոչընդոտներ, բայց այնուամենայնիվ քայլ առ քայլ փորձում են այդ թույները, այդ ներկերը, որոնք որ կան ամերիկյան սնունդների մեջ, նույնիսկ հասարակ բան, համեմատում ես Միացյալ Նահանգների, ասենք այդ նույն cereal-ները, Cheerios, որ այստեղ ասում են, ասենք Անգլիայում նույն company կողմից արտադրվածի մասին է խոսք, ոչ թե երկու տարբեր։ Նույն կազմակերպությունը արտադրում է նույն Cheerios-ը եւ Միացյալ Նահանգների համար եւ Անգլիայի բնակիչների համար։ Բոլորովին տարբեր են, այնտեղ բոլորը բնական նյութեր են, այսինքն ներկված է օրինակի համար գազարի նյութով ստանալու համար այդ գազարագույնը կամ ներկված է սպիրուլինայով ստանալու համար այդ կապույտը, միևնույն ժամանակ ամերիկյան տարբերակում դրանք բոլորը artificial են, արհեստական դեղին, արհեստական կապույտ։ Ինչու, որտեվ մեծատնտեսություն չեն կարող հասցնել։ Չգիտեմ, կարող ենք այսպես ընկնել խորանալ եւ փորձել չեմ ուզում ընկնել այդ կոնսպիրոլոգիայի դաշտ, որտեվ ըստ էության այնտեղ են թաղված հիմնական պատասխանները եւ դրա համար շատերը հենց նույն Քենեդին մեղադրում են կոնսպիրոլոգիստ լինելու համար, որը մենք տեսնում ենք, որ այդ բոլոր conspiracy-ները ժամանակ առ ժամանակ կամաց-կամաց դառնում են իրականություն։ Այն ինչ որ ժամանակին կարծում ենք, որ վայ, սա կոնսպիրոլոգիա է, մենք տեսնում ենք, որ չէ, սա իրականությունն է, ուղղակի մարդիկ պատրաստ չեն այդ իրականությունն ընկալելու։ Եվ ել եմ ասում, փառք Աստծո, որ հիմա այսպես է իրավիճակը եւ վստահ եմ, որ բարեփոխումները ֆեդերալից սկսած կգան եւ ուրեմն նահանգային մակարդակով, շրջանային մակարդակով, քաղաքային մակարդակով նաեւ այդպես իրենց արձագանքը կգտնեն եւ կամաց-կամաց այդ խնդիրները կկարգավորվեն։ Ըստիս դա կպահանջի իրանից մի 20-30 երկար տարիներ, որովհետեւ սիստեմն այնպեսին է, որ որևէ բանի հասնելու համար հսկայական back and forth, ժամանակի ծախս եւ ես քանի որ ինքս նաեւ այդ ոլորտում եմ գտնվում, մի բան փոխել, մի բան ավելացնել, մի բան պակասացնելը հսկայական ջանքեր է պահանջում։ Ռինյոլի շինարարական կազմակերպությունը գիտի թե ինչ է ամուր տանիքը, որակ, վստահություն ու երկար տարիների փորձ հենց ձեր տան համար։ Ընտրելով Ռինյոլին դուք ստանում եք պրոֆեսիոնալ մոտեցում եւ անթերի արդյունք։ Լավագույնը ոլորտում։
Շնորհակալություն ես ամեն ինչի ինֆորմացնելու համար։ Հիմա կուզենամ խոսենք Գլենդելի մշակույթի եւ արվեստի կոմիսար, այսինքն ձեր զբաղվածության հետ նախ ոնց եք այս ամեն ինչը հասցնում։ Դժվարությամբ, բայց փորձում։ Եվ ոնց եկաք դրան, որ ձեզ նշանակեցին որպես կոմիսար ու համաձայնեցիք, որովհետեւ մեր խոսքի մեջ հասկացա, որ դա նաեւ իր մեջ շահավետ ոչինչ, այսինքն բարեգործական ասեմ, վոլոնտյոր ասեմ, ինչպես դուք կձևակերպեք, եկեք թողնեմ ձեզ։ Այո, ուրեմն պիտի ասեմ, որ ես տարիներ շարունակ շատ ակտիվ էի համայնքում եւ մշակութային դաշտում, խոսքը երգելու մասին չէ, բայց մշտապես երգարվեստի, երաժշտարվեստի, առհասարակ արվեստի կողքին կանգնելը, աջակցելը եւ ամեն կերպ հատկապես արվեստի գործիչներին աջակցելը եւ այսպես կարծեք տրամաբանական որպես շարունակություն այդ ամեն ինչի եկավ մի պահ, երբ քաղաքային խորհրդի անդամներ Արտաշես Քասափյանը եւ Վարդան Կարպետյանը իմ տեխնացիոնը ներկայացրեցին որպես մշակույթի, կոմիսարի պաշտոնում նշանակվելու համար։ Այն անցավ միաձայն, բոլոր քաղաքային խորհրդի անդամներն են ոտ արել, այսինքն քվեարկել դրա համար, եւ այդպես եղավ այդ նշանակումը։ Սա ծառայություն է մշակույթին, արվեստին եւ քաղաքին։ Երբ որ ասում ենք ծառայություն, նկատի ունենք, որ սա չի վարձատրվում եւ շատերի համար միգուցե գաղտնիք է, բայց պետք է ասեմ, որ քաղաքային խորհրդի անդամներն էլ գրեթե չեն վարձատրվում եւ քաղաքապետն էլ։ Այսինքն այնտեղ կան կոմպենսացիաներ շատ փոքրիկ գումարի մասին է խոսքը, բայց դա պես լուրջ վարձատրություն չէ, այսինքն սա աշխատավարձ չէ, որը մարդը կարող է դրանով ապրել կամ հոգալ իր ծախսերը։ Սրանք բոլորը համարվում են ծառայություն քաղաքին եւ համայնքին։ Դա համար մենք միշտ այդ ընտրված պաշտոնյաներին շնորհակալություն ենք հայտնում իրենց ծառայության համար։ Նվիրյալ մարդիկ են, որոնք իրենց հավելել ժամանակն ու ռեսուրսը, միտքը։ Այո, եւ դրա համար նշանակվելուց առաջ այնտեղ կա հսկայական այսպես հարցաթերթիկ եւ դու պիտի ներկայացնես, դու ինչպես ես հոգալու քո ծախսերը, որպեսզի conflict of interest, այսինքն բախում չլինի նման խնդիրների եւ պիտի դու հստակ կարողանաս բերել փաստեր, որով որ դու ցույց տաս, որ դու չես գալիս այս պաշտոնը զբաղեցնելու ինչ որ նյութական հետաքրքրություն ունենալու պատճառով դու դա անում ես ընդհանրապես որպես ծառայություն ուրեմն տվյալ ոլորտին եւ իմ մյուս պաշտոնը, որը որ արդեն շատ ավելի բարձր Լոս Անջելես շրջանի հոսպիտալների, հիվանդանոցների եւ առողջապահության կոմիսարի պաշտոնն է, դա եւս ծառայություն է ամբողջ մի հսկայական բժշկական ցանցի եւ ամբողջ մի վարչաշրջանի։ Կներեք, այս պաշտոնները քանի տարով են, այսինքն որ 4 որպես կանոն վերանշանակման հնարավորությամբ եւս 4 տարի։ Դրա համար այս պայմանագիր, եթե գաք հասունանակ են պահը, որ այլևս չեք ուզում, չեք կարող, պիտի ձեր 4 տարին։ Վարչաշրջանի պարագայում շատ ավելի խիստ, որովհետև այնտեղ հսկայական background check է արվում, ստուգվում է ամեն ինչը, ամենախորը ուրեմն տարբերակներով, որպեսզի հասկանան դու համապատասխանում ես այդ պաշտոնում, թե չէ, եւ չպետք է ունենաս կրկնում եմ որևէ conflict of interest, այսինքն որևէ տեղ, որևէ նույնիսկ 1%-անոց հնարավորություն չպետք է լինի, որ տպավորություն ստեղծի, որ դու եկել ես այս պաշտոնը զբաղեցնելու, որպեսզի կարողանաս հասնել ինչ-ինչ այլ նպատակների կամ ինչ որ քո բիզնեսին օգուտ տալ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն դու պիտի հստակ կարողանաս ցույց տալ, որ դու եկել ես ծառայելու այս ոլորտը բարենորոգելու, բարեկարգելու, դրա համար էլ այդ օրինակ պաշտոնյաներին միշտ շատ շնորհակալ են եւ շատ հարգանքով են վերաբերվում եւ միշտ շնորհակալություն են հայտնում իրենց ծառայության համար։ Ունեք օգնականներ։ Օգնականներ որպես այդպես ի պաշտոն է, որ սրանք կցված են քեզ որպես օգնական չէ, բայց կան staff member-ներ, որոնք որ ամեն առաջարկություն, որ դու անում ես, այդ staff-ը, այդ հանձնախումբը դրանք հաշվի է առնում եւ սկսում է դրանց վրա աշխատել։ Այդ աշխատողներն արդեն վճարովի աշխատող են, այսինքն տվյալ պարագայում քաղաքապետարանը կամ ուրեմն քաունթին իրենց վճարում է։ Մարդ արարածը չի կարող այդ բոլոր հարցերին, բոլոր զանգերին պետք է, չէ՞, այնտեղ թիմ, որ ամեն ինչը չես կարող ֆիզիկապես այդքանը տանել, հետո չես կարող օրվա ընթացքում։ Այո։ Իսկ երբ որ ասում են Գլենդելի մշակույթի եւ արվեստի կոմիսար, սա միայն հայերի համար չի, չէ՞, սա բոլորին կապ չունի հայերի հետ։
Գլենդերի քաղաքապետարանի պաշտոն է։ Գլենդելում գտնվող մյուս ազգերի ու հայերի, որ նայում եք մշակույթը, որ փուլում ենք մենք։ Մենք առաջատար ենք, մենք ակտիվ ենք, մերոնք աշխատող են, թե մենք թերանում ենք օրինակ այսինչ ազգին, որովհետև նրանց մոտ շատ է ու մենք չգիտենք, որովհետև չենք հետևում իրանց կյանքին, իրանց սոցիալական էջերին եւ այլն, որ փուլում են հայերը մշակույթի առումով։ Քանակական առումով, քանի որ Գլենդերում հայերի թիվը շատ մեծ է, հետեւաբար մենք ավելի շատ ունենում ենք հայկական մշակութային երեկոներ, մշակութային նախաձեռնություններ եւ ունենք շատ մշակութային գործիչներ, բնականաբար, բայց սա պայմանավորված է զուտ քանակական առումով, որովհետեւ հայերի քանակը ավելի շատ է։ Եթե որևէ այլ ազգի քանակ ավելի շատ լիներ, ես վստահ եմ, որ նրանք նույն մակարդակի, նույն քանակի, նույն որակի մշակութային միջոցառումներ կունենային։ Սա չի նշանակում, որ հայերը ավելի շատ մշակույթ կրող են, քան ասենք կորեացիները կամ ճապոնացիները կամ իսպանացիները։ Սա պարզապես պայմանավորված է հայերի քանակով Գլենդելում, դրա համար մենք ամենուրեք տեսնում ենք հայկական միջոցառումներ, որ իհարկե ինձ ուրախացնում է, որովհետև ես էլ եմ ապրում Գլենդելում եւ ես շատ ուրախ եմ, որ նաև մասը կազմելով այդ ամենի, մշտապես մեր քաղաքը եռում է հայկական մշակույթի մեջ եւ ամենուրեք տիրում է հայկական երգ, երաժշտություն, պար, արվեստ, կերպարվեստ, մի խոսքով։ Վերջի շրջան ես ավելի ուրախ եմ, երբ տեսնում եմ, որ դուք բեմ եք բարձանում ու մարդկանց տալիս եք, չգիտեմ, պատվոգիր։ Այո։ Տարբեր կառույցների կողմից, քաղաքապետարանի կողմից, Սենատի կողմից, Կալիֆոռնիայի խորհրդարանի կողմից, Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից, վարչաշրջանի կողմից շատ մեծ բան է, շատ կարևոր գնահատված։ Այո, եւ ես դա չեմ անում, որովհետեւ որևէ կերպ դրա կարիք ունեմ անելու, ես դրա համար որևէ կոմպենսացիա եւ վարձատրություն չեմ ստանում, որովհետեւ վերջերս էլ կարծիքներ եմ լսել, որ մարդիկ կարծում են, որ ես դա անում եմ եւ դրա համար վարձատրվում եմ։ Պետք է ասեմ, որ հակառակը ես դա անելու համար ծախսում եմ իմ ժամանակը, իմ ռեսուրսները, որոշ դեպքերում նաեւ իմ ֆինանսական միջոցները, բայց դա անում եմ, որովհետեւ հակված եմ հավատալու, որ մարդիկ պիտի գնահատվեն իրենց կենթանության օրոք եւ ցանկացած լավ արարքի համար պիտի ստանան գնահատանք։ Սա մոտիվացնող է, սա ոգևորող է եւ գիտեք շատ ուշ է դրան անդրադառնալը, երբ մարդը հանկարծ մեկ էլ չկա, իսկ նաեւ հայկական իրականության մեջ մենք շատ ենք տեսել օտարված, մոռացված, անտեսության մատնված շատ արժանի մարդկանց, ովքեր որ այդպես կիսա ընկճախտային իրավիճակում հեռացել են այս աշխարհից եւ ես ամեն մեկի համար ցավացել եմ, ոչ դեպքում նաև արտասվել եմ, հուզվել եմ եւ համարել եմ, որ ինչ ափսոս է, որ չենք հասցրել այս մարդուն շնորհակալություն հայտնել, այս մարդուն գնահատանքի խոսքեր ասել, այս մարդուն մեծարել, պատվել։ Մենք միշտ դա լավ հաջողությամբ անում ենք օտարների հետ կապված այդ օտարամոլության շրջանակներում, բայց մենք միշտ մոռանում ենք մերոնց, ովքեր այդ չնչին աշխատավարձներով, հատկապես դերասանների մասին է խոսքը, թատրոնի դերասանների մասին է խոսքը, ովքեր այդ չնչին միջոցները վաստակելով հանդերձ չեն կորցնում իրենց ժրաջանությունը, իրենց եռանդը, իրենց ավյունը, իրենց մոտիվացիան եւ ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորության սահմաններում փայլեն իրենց ընտրած մասնագիտության մեջ։ Դրա համար ես հաստատակամ եմ եւ շարունակելու եմ դա անել, ինչքան որ հնարավոր է, ըստ արժանվույն իհարկե, չեմ կարծում, որ ես մինչ օրս որևէ մեկին ինչ-որ բան եմ հանձնել եւ այդ մարդը արժանի չի եղել այդ գնահատանքը ստանալու։ Իսկ ով է ասել, որ բոլոր ստացողները պիտի լինեն օրինակ դասական երգիչներ կամ դասական թատրոնի ներկայացուցիչներ։ Ոչ, ամեն մեկը իր ոլորտում հաջողության հասնելու պարագայում կամ նույնիսկ ոչ հաջողության հասնելու պարագայում, պարզապես իր ոլորտում կայանալու, իր ոլորտում լավը լինելու, իր ոլորտում անխոնջ աշխատելու եւ արդյունք տալու պարագայում պիտի արժանանա գնահատանքի։ Վերջերս տեսա Գրիշայից մանկական տեխնիկայի ներկայացումը, ոնց է ուրախացել։ Ասեմ, ինչ հրաշալի է, որտեղ դա նոր է, այստեղ անում են առաջին անգամ, ինչ այդ չի եղել, այնպես չի մրցակցություն։ Եվ որքան լավ են անում։ Որքան լավ են անում, ինչքան ճաշակով, ինչքան գեղեցիկ տեխնիկները, այդ դրանց որակը տեխնիկները, այդ դուք հələ գնացեք այդ վարակույրի հետև ու նայեք այդ դերասանների
երկու հաստատավոր արտիստներ հետևում կան։ Հասկանում եք, իրենք խաղացնում են այդ տիկնիկներին, բայց իրենք ամբողջ էությամբ ոտքից գլուխ այդ կերպարի մեջ են մտած։ Սա էս կենցաղային, էս նյութական աշխարհում, էս ամեն ինչի արժեքը կորած աշխարհում նման մարդիկ տեսնելը եւ նման մարդկանց չգնահատելը դա հանցագործություն է, որովհետեւ այս մարդիկ չեն տրվել այդ հոսքին ու չեն նյութականացրել ամեն ինչ իրենց կյանքում։ Մնացել են հավատարիմ իրենց ընտրած մասնագիտությանն, իրենց շնորհքին, իրենց տաղանդին, իրենց առաքելությանը, իրենց կոչումին։ Ոնց չգնահատես, ոնց չմեծարես։ Գիտեմ, որ առաջիկայում պատրաստում են բացել մեծ թանգարան, չէ՞, Գլենդելում, եթե չեմ սխալվում, տարածքում։ Այո, մի քանի օր առաջ մենք մասնակցեցինք նորից այդ դրամահավաք գալային Armenian American Museum-ի եւ ամեն տարի մեծ հաջողությամբ է ամփոփվում, որովհետեւ մեծ նվիրատուներ կան, բացի փոքր նվիրաբերումներից մի քանի հարյուրների մասին է խոսքը, նաեւ կան մեծ նվիրատուներ, որոնք որ միլիոնավոր դոլարներ են նվիրաբերում, որովհետեւ այդ պրոյեկտը շատ թանկարժեք պրոյեկտ է։ Ամենամեծ իհարկե նվիրատուն նահանգն է Կալիֆոռնիայի եւ հաջորդ ամենամեծը County-ին, իդեմս մեր շատ սիրելի սուպերվայզեր Քեթրին Բերգերի։ Հրաշալի է, այստեղ շատ դերասանների եմ հյուրեր ունեցել ու մենք միշտ խոսել ենք թատրոն ունենալու մասին, հուսամ հաջորդը նաև կլինի թեկուզ փոքր, բայց մեր հայերը կունենան իրենց թատրոն բեմը, որտեղ կստեղծագործեն, կարարեն, կաշխատեն, տարածք կունենան։ Խաղարկային թատրոն, որ մշտապես ներկայացվեն տարբեր բեմադրություններ։ Որտեղ ըստիս եւ գալիս են վարձակալությամբ գումարներ են տալիս, այդ նույնը կգնայի թատրոնից, հասկանում եմ, որ դա ահռելի ծախս է մեծ գումարների մասին է, բայց ըստիս դրա պահանջը կա։ Մենք ունենք այդ խնդիրը, մենք նույնիսկ շատ սրահներ չունենք Գլենդելում։ Նույն Գլենդելում, այդքան հայաշատ Գլենդելում, մենք մի հատ Ալեքս թատրոն ունենք, որը որ այսպես ձեռքից ձեռք փախցնելով, չգիտեմ ոնց անեմ, որ բոլորին հերիքի եւ վերջ, եւ ուրիշ որևէ նորմալ մի սրահ չունենք, որտեղ կարող են ներկայացվել թատերական ներկայացումներ կամ համերգային ներկայացումներ, մնացած բոլորը շատ փոքր սահմանափակ ռեսուրսներով, այդպես սահմանափակ հնարավորություններով բաներ են, դա մայլ վերջերս ավելի շատ փասադենայում են իրականացում այդ միջոցառումները, այո, AGP-ի դահլիճում։ Մենք ունենք նման շենքերի, կառույցների, թատրոնների, համերգասրահների կարիք։ Հուսամ, որ հաջորդը որտեղ այն ինչ որ ունենք Լոս Անջելեսում, ասենք խոսքը Nokia-ի, Dolby-ի եւ այլ սրահների մասին, դրանք շատ թանկ են եւ հետեւաբար հայ երգիչները, որոնք որ ի վիճակի չեն լցնելու այդ բազմահազարանոց սրահները, չեն կարող դրա ֆինանսապես դրա տակից դուրս գալ։ Կամ թատերական ներկայացումները տարբեր ճաշակի մարդկանց են դա ավելի քիչ հանդիսատեսապահանջում, բայց պահանջարկը կա, որտեղ ամեն տեսակի ամեն ճաշակի մարդ կա։ Փորձենք ամփոփենք բան։ Վերջի անգամ երբ եք Հայաստանում եղել։ 2018 թվականին։ Հեղափոխությունից առաջ, թե հետո։ Ցանկություն կա գնալու, թե առաջիկայում։ Այս պահին ոչ, չկա ցանկություն, որովհետև տեսնելով թե ինչ է կատարվում տարբեր ոլորտներում, խորը ցավ եմ ապրում։ Հաջորդ հարցս դա է լինելու։ Այո, խորը ցավ եմ ապրում, բազմաթիվ անհամաձայնություններ ունեմ, բազմաթիվ երևույթներ եմ տեսնում, որոնք չեմ կարողանում հանդուրժել։ Մի ժամանակ բավականին բաց էի դրա հետ կապված, անընդհատ խոսում էի, գրում էի Facebook-ում, հետո հասկացա, որ դա էլ ստեցան իմաստ չունի, հիմա ավելի սահմանափակ եմ այդ առումով, բայց կիսում եմ իմ անհամաձայնությունը եւ համարում եմ, որ այս տեմպերով մենք որևէ լավ բանի չենք հասնելու։ Թող Աստված դա սխալվեմ, բայց չեմ կարծում, որ սխալվեմ եւ առավել եւս այս ոտնձգությունները, որ տեսնում եմ հավատքի, կրոնի, եկեղեցու, տարբեր արժեքների, գիտության, կրթության, մշակույթի, բժշկության, բայց բոլոր եկանք մեր հարցազրույցի ամենասկզբին անկում բոլոր ոլորտներում։ Մի չկա մի ոլորտ, որ ես տեսնեմ Հայաստանում, ասեմ այս ոլորտը առաջ խաղացում է ապրել, սկսած ռազմականից մինչև մշակույթ, սկսած կրթությունից մինչև բժշկություն, բոլոր ոլորտներում համատարած անկում։ Մենք վախերից էինք խոսում ու հենց այդ պահին ես մտածում եմ, որ վախերից մեկը Հայաստանի հետ կապված է, ամեն ինչը, այո, մեծ վախ կորստի, բայց այն որ չես էլ ուզում դրա մասին հանկարծ մտածել, ու ինչպես ժողովրդական բանահյուսության մեջ են ասում, սատանի ականջը խուլ, չես էլ ուզում որ երբևէ հանկարծ
այդ վախը մի օր հանգարց ծառանա քո առջև։ Ի՞նչն է ամենից շատը կարոտում Հայաստանում։ Շատ բաներ կան, որ կարոտում եմ։ Բնականաբար իմ մանկությունը, իմ պատանեկությունը, իմ երիտասարդությունը անցել է Հայաստանում։ Իմ ուսանողական տարիներն եմ կարոտում, իմ դպրոցական տարիներն եմ կարոտում, իմ ընկերներին, շրջապատին, ամեն մի շենք, մի ծառ, ոնց է շատերը հատվեցին։ Շատ բաներ կան, որ կարոտում եմ եւ այդպես նոստալգիկ զգացումներ եմ ունենում ժամանակ առ ժամանակ։ Բայց եւ դա ինձ չի խանգարել, որպեսզի այստեղ ինտեգրվեմ այստեղ իրականության մեջ եւ ինչպես եթե հիշում եք Շարլ Ազնավուրը մի լավ նման արտահայտություն ասում էր, ես 100%-ով հայ եմ եւ 100%-ով ֆրանսիացի։ Սրա մեջ շատ խորքային բան կա, այսինքն ոչ թե 50% հայ, 50% էլ ֆրանսիացի, չէ՞ որտեղ մենք ընդհանրապես 100% ունենք, բայց 100%-ով հայ եւ 100%-ով ֆրանսիացի։ Եվ սա ես ինչ որ մի կերպ ուզում եմ բերել ու նաեւ իմ տեսակը նկարագրել ու ասել, որ ինչքան էլ ես Միացյալ Նահանգներում կայանամ, տարբեր տեսակի պաշտոններ զբաղեցնեմ եւ լինեմ սիրված, ընկալված, ընդունված ու համարեմ ինձ 100%-ով ամերիկացի, ես միևնույն շարունակում եմ մնալ 100%-անոց հայ։ Իմ ամեն ինչով, իմ էությամբ, իմ տեսակով, իմ ապրելակերպով, իմ աշխարհընկալմամբ, իմ ներաշխարհով, իմ մտածելակերպով, իմ հայեցակարգով, ամեն ինչով։ Դրա համար ցանկացած բան, որ Հայաստանում կատարվում է, իմ ուշադրության կենտրոնում է, ես երբեք չեմ կարող աբստրահվել դրանից կամ մոռանալ դրա մասին, եւ բոլոր լավ երևույթները ինձ ուրախություն են պատճառում եւ բոլոր բացասական երևույթները խորը ցավ ու անհանգստություն։ Այս խորը ցավ անհանգստությունների մեջ մի դրական բան կա, որ տեսել եք վերջի անգամ համացանցում կամ որը շատ ուրախացրել է Հայաստանի հետ կապված։ Դա կարող լինի, չգիտեմ, մի հատ փարայեղ միջոցառում, որ ինչ լավ են կազմակերպել կամ լուսավոր մի բան կա այս վերջի տարիներին, որ դե թե ասեմ չկա սխալ կլինի, եղել են որոշակի լուսավոր կետեր, բայց գիտեք, երբ նժարի վրա եք դնում կորցրածը ու ձեռք բերածը, բացասական ու դրականը, ֆեյլերները, այսինքն այդ սխալները եւ հաջողությունները, դու տեսնում ես, որ այն մի նժար այնքան է ծանրակշիռ, այնքան է դեպի իր կողմը քաշում, որ սրանք կարծեք թե աչքիդ այլևս չեն երևում։ Միացյալ Նահանգների ինչ եք սիրում։ Մի բան, որը ասենց այդ պիտի վերցվի ու տարվի Հայաստան, կամ այդ համակարգը, այդ մեխանիզմը, այդ ապրելակերպը, այդ ինչ որ մի բանը, որ բացակայում է այնտեղ, այս վերցնեի ու կտանեի։ Կա տենց մի բան, որ այստեղ շատ լավ է։ Գիտեք, կատարյալ երկրներ չկան եւ բոլոր երկրներում էլ կան թերություններ եւ սահմանափակումներ, բայց մի բան կա Միացյալ Նահանգներում, որը որևէ տեղ չկա։ Ի վերջո ես տարբեր երկրներում եմ եղել եւ եղել եմ երկարաժամկետ, խոսքս 1, 2, 3 օրով գնալու այցելության մասին չէ, խոսքս շաբաթներով կամ ամիսներով տվյալ երկրներում գտնվելու մասին է։ Միգուցե ծեծված բան ասեմ, բայց այդ ազատությունը օդի մեջ, այդ freedom ասվածը, ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ես հնարավորություն ունեմ այս երկրում ապրելու, այս ազատությունը զգալու, այս ազատությունը շնչելու, դրա մեջ ընկնվելու, դա ամբողջապես վայելելու։ Շատ եմ սիրում այստեղի բնությունը, շատ զանազան, բազմազան։ Մի քանի ժամ քշի գնանք կամ մի քանի ժամ քշի գնանք կամ այո, Ջունա օվկիանոսա լեռները։ Շատերը ամերիկան պատկերացնում են այդ երկնաքերերի տարբերակով, չէ, եւ որպես կանոն, որպես երբ առաջին անգամ գալիս են, միշտ տարբեր լսել եմ տարբեր հարցազրույցներում պատմել, որ հենց որ Լոս Անջելես դաունթաունից գնացինք, ասացինք, վայ, ուր մնաց Ամերիկան։ Ինձ համար դա երբեք չի եղել Ամերիկան։ Ինձ համար Ամերիկան միշտ եղել է այդ одноэтажная Ամերիկա, այդ մի հարկանի սփռված, իրարից հեռու, այդ լայնաշունչ, ազատ հակառակը ես ինձ այդ բարձրահարկ երկնաքերերի մեջ լավ չեմ զգում։ Ես երբեք չեմ սիրել Նյու Յորքը եւ չեմ պատկերացնում կարող եմ ապրել Նյու Յորքում։ Նույնը կարող եմ ասել Լոս Անջելես դաունթաունի մասին, հա, ստիպված գործի բերումով կարող եմ գնալ, բայց դա ինձ բոլորովին չի ձգում, մի րոպե ավել չեմ ուզում գտնվել այդ երկնաքերերի ներսում։ Ես հակառակը սիրում եմ լանդշաֆտ, մեծ լայն փողոցներ,
առանձնատներ, գեղեցիկ բնություն, ծառեր եւ այլն եւ այլն։ Դա է ինձ համար սիրելի ու հաճելի, իմ աչքի համար հաճելի։ Հիմա ըստ ձեր գործունեության դուք ապրում եք, չգիտեմ, Գլենդելի, հա, Գլենդել, տարածքային Գլենդելում։ Երբ որ Գլենդելը շատ եմ սիրում։ անցի մի քանի տարի, որ այս գործունեությունը օրինակ դադարեցնեք, այլևս չաշխատեք, որ շտատը կգնայիք ապրելու, որտեղ վստահ եմ, որ այցելել եք շատ տեղեր, վստահ եմ, որ ուսումնասիրել եք, որն ասած հարազատ ավելի կլիմայի առումով կամ ձեր նորվա նշած այդ լայն, մեծ, իրարից հեռու։ Պետք է ասեմ, որ հաստատ տադապտի լինի տաք շտատ, որտեղ որ ցուրտ չի լինում։ Որտեղ ես տաքի սիրահար եմ, հետեւաբար Նևադան եմ սիրում, Արիզոնան եմ սիրում, Ֆլորիդան եմ սիրում, իսկ Կալիֆոռնիայում, եթե մի օրինակ եմ Գլենդելուց դուրս գալու կամ ուրիշ տեղ ապրելու բան լիներ, դա կլինի իհարկե անապատային մասը, որը որ Palm Desert, Palm Springs, այդ շրջանները, ես այնտեղ ինչ շատ լավ եմ։ Այդ կարգի տաքություն։ Այո, եւ ոչ միայն տաքության, այլև landscaping-ի առումով, մարդկանց փոխհարաբերությունների, մարդկանց տեսակի, հետո այնտեղ գնում ես, օրինակ Palm Desert-ի հատկապես Rancho Mirage, Palm Springs, այդ շրջանների մասին է խոսքը։ Չկան այդ խցանումները, չկա այդ քաոսը։ Ես ինքս իմ տեսակով քաոտիկ չեմ։ Չեմ սիրում, դրա համար Նյու Յորքը չեմ սիրում, դրա համար Մոսկվայում չեմ կարողացել երկար մնալ, որտեղ այդ քաոտիկ իրավիճակը ինձ հոգեհարազատ չէ։ Ես սիրում եմ խաղաղություն, հանգիստ, բալանսավորված կյանք, դա ինձ հոգեհարազատ։ Հրաշալի։ Եվ տաք բնակլիմայական պայմաններ։ Ուզում եմ, որ ձեր էներգիան եռանդը այն այսինքն այն պատկերացումները ինչ որ ունեք ու այն մտածմունքները որ ինչ որ ունեք վստահ եմ հոգում լիքը դրական ցանկություններ ու դրական բաներ եք մտածում մշակույթի Հայաստանի այն ինչ որ խոսեցինք այս 1 ժամ եւ ավել ժամանակահատվածում ուզում եմ որ Աստծով ամեն բան շատ ավելի լավ լինի ու անցնեն տարիներ նորից հանդիպենք ասենք տեսա հիշում ես 4 տարի առաջ ենք հանդիպել հիմա Հայաստանում ու սկսենք թվարկել թե ինչքան լավ բաներ են եղել Աստված առաջ։ Այո, շնորհակալ եմ գալու, ժամանակ տրամադրելու, բաց լինելու, այդ որ մի քիչ շատ խառնեցի ժամային փոփոխություններ, ասեմ, մարդը 1000 գործ ունի, հա, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հաճելի հետաքրքիր զրույցի համար, բովանդակալի զրույցի համար։ Նորից կհանդիպենք։ Եթե մեր ժամանակը ներեր, իսկ թվում է դեռ հենց շարունակենք, բայց այո, վերջո ամեն ինչ պիտի ավարտվի։ Սկսած բժշկությունից, որ թյուրին կարծիք կա, թե իրապես դա ճիշտ կարծիք է, որ Ամերիկայի բժշկությունը լավ չի ու կուզենա այդ ճյուղը մի քիչ ավելի շատ բացի։ Շատ երկար թեմա է դա, մի ամբողջ հաղորդման թեմա է, որ պիտի խոսենք։ Նույնը մշակույթի հետ կապված։ Մենք խոսեցինք հա որ դրականը լավ է, բայց մենք նաև գիտենք, որ Միացյալ Նահանգներում կոմերցիոն ու որակապես նաև շատ ներքև ենք, ու այս վերջի մի քանի տարին է լավացել, չէ՞, կարող ենք համաձայնել, եթե հետ գնանք մի 5-6 տարի առաջ, մեկը 6-8 ռաբիզը ու այդ համերգները ավելի շատ։ Դե բայց դուք մի կենտրոնացեք մենակ հայկական իրականության վրա, դուք հասկացեք, որ կոմերցիան դա վատ բան չի ստեղծում, որովհետև այդ կոմերցիոն պայքարի մեջ լավերը, որակյալները առաջ են գալիս եւ ի վերջո Միացյալ Նահանգներում այդպիսի թյուր կարծիք է, որ նոր է եկել, ասում են, այմ այստեղ բալետ չկա, օպերա չկա, ասում են, ոնց դուք գնացել եք Լոս Անջելեսի օպերային թատրոն, դուք նայել եք այդտեղի ներկայացումները, որը իդեպ ղեկավարում է տնօրենը Պլասիդո Դոմինգոն է աշխարհահռչակ օպերային երգիչ։ Ինչի մասին եք խոսում, այսինքն կտրված լինելով ամեն ինչից, այսպես սեփական կացայում եփվելով եւ ոչինչ չիմանալով մարդիկ այդպես մեծ կարծիքներ են կազմում եւ վերջո մի հատ գնացեք Վեգասի շոուները նայեք, դա արդյոք ամերիկյան մշակույթ չէ։ Հա, մենք կարող ենք ասել, որ ֆրանսիական Cirque du Soleil-ն է, բայց այդ Cirque du Soleil-ը համապատասխանեցված է ամերիկյան իրավիճակին, այնտեղ ակրոբատների եւ երաժիշտների եւ պարային խմբի մասնակիցների մեծամասնությունը նրանք ամերիկացիներ են, որոնք ապրում են Ամերիկայում, այսինքն դա արդյոք ամերիկյան մշակույթի մասը չէ, այս բոլոր այն փառահեղ արտիստները, երգիչները, դերասանները, որոնք որ կան Միացյալ Նահանգներում, դա է, չէ՞, վերջո ամերիկյան մշակույթը։ Մենք պետք չի բերենք եւ միայն կարծիք կազմենք մենակ այդպես նեղ ազգային մշակութային ձեռքբերումների կամ հակառակը անկումների հիման վրա։ Ընդհանուր առմամբ շատ լավ, շատ գեղեցիկ եւ շատ զարգացած մշակույթ կա, բայց միևնույն ժամանակ կա նաեւ վատը եւ կա ազատ ընտրության հնարավորություն։ Վերջո Միացյալ Նահանգներում ամեն ինչ գալիս է քո ընտրությանը, դու ունես ընտրելու իրավունք, սա դիկտատորական պետություն չէ եւ բոլոր ոլորտներում դու ունես ազատ ընտրության իրավունք։
Եկեք կուզենայի հարցնեի եկած 2007-ին, թե 7 առաջին անգամ։ Առաջին անգամ։ Ու միջև հիմա ինչն է շատ փոխվել։ Շատ բաներ են փոխվել, բայց դրանք չեն փոխվել ֆինանսը drastically, այսինքն չեն փոխվել այդպես կտրուկ, հասկանում եք, այդպես ժամանակի ընթացքում են փոխվել եւ դու ժամանակի ընթացքում ադապտացվել ես այդ փոփոխություններին եւ այդ փոփոխությունները այդպես խիստ չեն անդրադարձել քո վրա։ Իսկ նաև դա էլ է գալի Միացյալ Նահանգներում։ Ես ճիշտ է երկար ժամանակ չեմ ապրում, բայց իմ գալնը համընկավ, որ արդեն ոնց որ 3 նախագահ փոխվեցին, այսինքն Թրամփն էր, Բայդենն էր, նորից Թրամփն էր, բայց հասկանես, որ իմ նման անհատի, մյուս անհատի կյանքում շատ մեծ գլոբալ բաներ, համակարգն աշխատում է։ Բայց նա հետս նայում Հայաստանում մի անհատի փոփոխությամբ ամբողջ երկիրը sense մի հատ բանի մեջ հանգնում ու բոլորը խառնվում են տեղերը, դիրքերը, մեր թվարկած բժշկությունը, մշակույթը, կրթությունը, ասես այս համակարգը շատ լավ է աշխատում։ Հա, էլի ինքը փոփոխություններ է անում, իր ստորագրությամբ, իր որոշումներով, բայց անհատ որպես ինձ մյուսի վրա այդ մեծ գլոբալ ազդեցություն չի ունի։ Իսկ մեր փոքր երկրում բոլորի համար Եվ ճիշտը սա է, որովհետև մյուս պարագայում, եթե եկավ մի որևէ հոգեկան խնդիրներ ունեցող կամ իր ոլորտին չտիրապետող մի արկածախնդիր մարդ, կարող է ամբողջությամբ վարի տալ մի ամբողջ պետություն, չէ՞, եւ խոսքը տարբեր երկրների մասին է, խոսքը միայն Հայաստանի մասին չէ, չեմ ուզում անձնավորել։ Բայց Միացյալ Նահանգներում այդպես չէ, այնքան ծանրակշիռ, այնքան իրար հակազդող ուժեր կան, որ եթե նույնիսկ այս մի կողմը հանկարծ փորձի ինչ որ մի արկածախնդրության գնալ, կա մի զսպող ուժ, որը դա կկանխարգելի կամ չի թողնի կամ գոնե կդանդաղեցնի այդ արկածախնդրության արդյունքում ինչ որ կործանարար մի եզրահանգման հասնելու կետը։ Դրա համար շատ կարևորում եմ սիստեմի պահպանումը եւ անկախ նրանից թե ովքեր են նախագահները, ովքեր են սենատորները, ովքեր են դատավորները, սիստեմը պահում է ամեն ինչ բալանսավորված եւ չի թողնում, որ հանկարծ այդ գնացքը իր գծերից Ես ասել լոկոմոտիվը փոխվում է, բայց գնացքը գնում է ճիշտ։ Այո։ Շնորհակալ եմ։ Եվ սա է ըստեյության Ամերիկայի ամենաազդեցիկ կողմերից մեկը։ Այո, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ժամի չէի նայում Դավիթ, բայց հա, օքեյ, անտիշ։